Սիրելի ընկերներ, մենք մեկնարկում ենք Խաշմերուկ անունը կրող պատմաքաղաքական պոդքասթը եւ Անդրանիկ թողարկման համատեքստում մենք քննարկելու ենք հայկական լեռնաշխարհ կոչվող տարածաշրջանը, հայ ժողովրդի ծագումնաբանությունը, հայ ժողովրդի ինքնությունը, ինքնության նկատմամբ առկա մարտահրավերները, հայ եկեղեցու դերակատարումը հայոց պատմության շրջանակներում, քրիստոնեության ընդունումը եւ արդի մարտահրավերները։ Սկսենք նրանից, որ հայ ժողովուրդը իրապես հանդիսանում է աշխարհի հնագույն ազգերից մեկը, ընդհանուր առմամբ տարբեր տեսաբանների դիտանկյունից ելնելով հայկական էթնոսը ունի 3-ից 5000 տարվա պատմություն եւ հայ էթնոսի ծագումնաբանության բնօրրանը իրապես հանդիսանում է հայկական լեռնաշխարհը։ Գիտեք, ասենք, այսօր այն ինչ որ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, ես փորձեմ նաև խոսքը համեմել այսօրվա իրողությունը, որովհետեւ մեզ լսողների համար առավել հետաքրքիր լինի։ Մեր ամբողջ պատմությունը, այն տարածաշրջանը, որտեղ մեր էթնոսը ձևավորվել է, լեզուն, մշակույթը, այնուհետև հավատքը, կրոնով, եկեղեցին, պետական ինստիտուտները, պետականության կորուստները, պատերազմները եւ այլն, այս բոլորը իր մեջ վերջին հաշվով մեր եսն է, հայ ազգի եսն է, կամ հայ ժողովրդի, սրանք իդեպ տարբեր ընկալումներ են, որտեղ ժողովրդի առումով մեզ մոտ այսօր քարոզչական դաշտում փորձ է արվում, որ հայ ժողովուրդը ինքը ավելի շուտ քաղաքական էթնոսն է, այդպես չի։ Ուրեմն կրողը տեսակի, լեզուն, մշակույթը, հավատալիքները, արժե համակարգի հետ բոլոր ժողովուրդն է կրում, տարբեր ժողովուրդներ։ Ազգը ինքը արդեն քաղաքագիտական է, որ պետությունները ձևավորվել են, որովհետև ասենք մի տարածքի վրա տարբեր ժողովուրդներ, տարբեր էթնոսներ, ասենք մի ազգ են, պատրաստում, ասենք վերպետական կառույցով, այսպես արհեստական, ինչպես ասենք խորհրդային միությունում էին, կամ ասենք Միացյալ Նահանգներում եւ այլն, այսինքն բոլոր այդ կայսրությունները վերջին հաշվով այդպես է։ Բայց հաշվի առնելով, որ մեր արմատները բավականին խորն են եւ մեր արմատները ճանաչել, մեր պատմությունը իմանալ ինչով է կարեւոր։ Եվ եթե դու չես իմանում, ինչ վտանգներ կարող են առաջացնել եւ իրականում առաջացնում են, եւ այսօրվա քաղաքականությունը, որ Հայաստանում տարբեր պետական ինստիտուտներ, այդ թվում նաեւ նախարարություններ իրականացնում են, այնց այդ արմատներից կտրելն է, որտեղ վերջին հաշվով արմատները նշանակում են, ինքը ճանաչում ես ով են քո նախնիկ, ինչեր են արել, մարդկությանը ինչ են տվել, ինչ ուսանելի բաներ, որը քեզ քո համար որպես մոտիվացիա կարող լինի, որպես անհատ, որպես այդ էթնոսի կամ այդ ժողովրդի ներկայացուցիչ։ Եվ վերջի վերջո դու անցյալում ինչ սխալներ ես գործել, ինչպիսի դասեր պետք է քաղես քո անցյալի գործած սխալներից, որպեսզի նույնը չկտրվի, հա։ Անպայման պատմությունը ոչ թե փաստերի զուտ շարադրումն է, այլ պատմությունը իմանալ տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, ռազմական, արժե համակարգային, քաղաքակրթական գործընթացների մեջ, որն է պատճառ եղել մեր պարտությունների, ինչու ենք մենք արդյունք գնացել որպես հաղթանակներ, եւ այդ բոլորը գնահատելը իսկապես ինքնանպատակ չի, նպատակը մեկն է, այսօրվա մեր իրավիճակը այն ընթացքի մեջ, որ մեզ ուղղակի տանում են այդ process-ով, իրականում մենք չենք գնում, խոսքս Հայաստանի Հանրապետության մասին, այո, եւ հասկանալ, որն է պատճառը, այսինքն իրականում փորձել դառնալ այն լավ բժիշկը, որի բուժման թիվ 1 երաշխիք քայլը դա հիվանդության ճիշտ ախտորոշումն է։ Եթե դու չես ճիշտ ախտորոշում, նույնիսկ լինելով դու անդադ հետևանքի դեմ ես պայքարելու, եթե չես ախտորոշում։ Այո, մենք հիմա փաստացի մեզ մոտ իրականում այն գնահատումները, որ տրվում են, մենք հետևանքներն ենք փորձում գնահատել, որտեղ արձանագրում ենք փաստ, իրադարձություն, պետությունների հարաբերություններ, մեկ էլ պարտություն։ Բա այդ դեպքում որ խորքային process-ներ, միջպետական ինչ հարաբերություններ, անձերը ինչքանով են այդ որոշումների վրա կարևորվել, ժողովուրդը որպես հավաքական միավոր ինչքանով է կարողացել դերակատարում ունենալ այս կամ այն
պրոցեսների վրա լինեն դրանք պատերազմներ, տնտեսական հարաբերություններ եւ այլն։ Եվ շատ կարևոր է այս առումով եւ այստեղ կարծում եմ, որ այս կարգի հաղորդումները ոչ միայն ասենք մենք որպես մասնագիտական, նաեւ այլ մասնագետներ իրենց ոլորտներում, այդ թվում օրինակ տնտեսագետներ, այդ թվում նաեւ գեոքաղաքագետներ, հա, աշխարհաքաղաքագետ են ասում, թե այդ բառը ինքը մի քիչ խաբուսիկ է, իր հիմքում ունենալով աշխարհագրություն բառը, այսինքն տեղանքի հետ է կապվում, էլի քաղաքականությունը։ Իրականում հիմա էլ եթե ուշադրություն դարձնենք, շատ հարցեր պետությունների սահմանների որոշում է աշխարհագրությունը եւ աշխարհագրությունն է պետությունների հարաբերություններում որոշում թե սահմանները ոնց գծել։ Օրինակ Աֆրիկա մայրցամաքը որ նայում ես շատ պետությունների սահմանները քանով չէ, կարծես թե գծած, կարծես չէ, այդպես էլ դրե գծել են։ Եվ ընդ որում եթե դիտարկում ենք օրինակ աֆրիկյան օրինակները, հա, ու դասական գաղութատիրական համակարգ է եղել ողջ Աֆրիկան արևմտյան երկրների գաղութ էր, որը որ ըստ էության ազատագրվեց 20-րդ դարի մի մասը սկզբից, մի մասը երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, բայց մենք տեսնում ենք արևմտյան գաղութատիրության այսպես ասած կործանարար հետևանքները նույն այդ աֆրիկյան երկրներում մինչև այժմ։ Եվ եթե մենք փորձենք նաև գնահատել արկա իրողությունները ոչ միայն նյութական հարթության, այլ հոգևոր հարթության մեջ, հա, այսինքն հիմք ընդունելով պատմական իրադարձություններ շատ, որոնք արձանագրված են Աստվածաշունչ մատյանում, ասենք 5 կտակարանում, 5 ուխտում։ Իսկ այդտեղ բազմաթիվ պատմություններ, ընդ որում որի մեջ նաև Հայաստանն է որոշակի առումով, հա, ներգրավացնում։ Բայց եթե իսկ ավելի մեզ համար զուտ գիտելիքի առումով եթե գնահատենք, շատ հետաքրքիր 3 դրվագ, ես գոնե ինձ համար այդպես եմ առանձնացնում, վերջին հաշվով այն մարդիկ, ովքեր որ ընդունում են, որ մարդը կապիկից չի առաջացել, վերջին հաշվով էվոլյուցիայի հետևանք չի, կամ արդյունք, այլ արարչաստեղծության եւ կատարյալ որպես գործիք է ստեղծվել, այսինքն հիմա գիտությունը գալիս է, որ մարդու օրգանիզմում process-ներ են գրում եւ այդ process-ները փաստորեն դեզերքում անընդհատ կան, այսինքն հավաքական առումով մի այդպես մեխանիզմ է ստեղծվել, բայց որի մեջ շունչ է փչվել, որը ասում են հոգի, հա։ Ես օրինակ ինձ համար ես արձանագրում եմ 3 շատ կարևոր փաստ։ Փաստ առաջին Աստված մարդուն արարել է, ստեղծել է։ Ինչպես նկարագրված է, թե դա ինչ խորքով կարող ենք հասկանալ, ինչ մեկնաբանություն տալ, դա այլ հարց է։ Բայց արձանագրում ենք, ընդ որում ստեղծման վայրը հայկական բարձրավանդակն է, հա։ Դրախտը այդտեղ է, 4 կետերի։ Վերջը եթե դիտարկում ենք նույն օրինակ Աստվածաշունչը, Նոյը իր տապանը կանգնեցրեց Արարատ լեռան վրա։ Դա ըստեյության փաստ է, որը գալիս է հին կտակարանից։ Եվ այդ առումով այո, ես համաձայն եմ արարչաստեղծությունը հայկական բարձրավանդակում մարդկության ֆիզիկական վերածնունդը, նոյով ֆիզիկական վերածնունդ, չէ՞, տրվեց։ Միանշանակ։ Տրվեց ֆիզիկական վերածնունդ, կրկին հայկական բարձրավանդակ, եւ ես կարծում եմ, որ հոգեվոր վերածնունդը, այսինքն Աստծո որդու ներկայությունը, խոսքը, գիտելիքները եւ ամենակարևոր հարությունը, որը ճիշտ է Իսրայելի տարածքում է եղել, բայց կարևորը ինչն էր, այդ ամեն ինչը խոսքը տարածելը, գաղափարները տարածելը մարդկանց մոտ ընկալումների իսկապես այսպես 150 աշճան փոփոխություն մտցնելը կյանքի իմաստի, հա, որ ֆիզիկական մահով կյանքը չի ավարտվում։ Հարության խորհուրդը դա էր, որ մահից մեռնելուց մարդ չի վախում եւ գիտի, որ դրանից հետո կյանք կա եւ այդ կյանքը ինչպես է հա լինելու։ Հիմա հետաքրքիր է, որ հաջորդը Աստծո խոսքի հետ հաղորդակից է եղել, խոսքս նկատում եմ Հիսուսին, մեր Տեր ու Փրկիչ, 5-րդ ժողովուրդն ենք մենք եղել, աշխարհագրորեն հրեաներն են եղել, Երուսաղեմ, որը հռոմեական կայսրության մաս է եղել, պրոտեկտորատ, երկրորդ հռոմեացիք են եղել, հետո հույներն են, խոսքը փոխանցվել է ասորիներ, հետո նոր հայերը։ Բայց ներողություն մի լրացում անեմ։
Այդպես շատ հետաքրքիր փաստ նշեցիր, մենք 5-րդ ժողովուրդն ենք։ Այո։ Բայց ի տարբերություն նույն հռոմեացիների, որոնք երբ որ ընդունեցին քրիստոնեությունը եւ քրիստոնեությունը թույլատրեցին դավանել որպես կրոն, այլ կրոնների հետ մեկտեղ։ Մենք եղել ենք միակը, որ պետական կրոն ենք, որպես ընդունել, այսինքն մեկ կրոն եւ այլևս որևէ կրոն չի եղել։ Իսկ օրինակ նույն Հռոմում քրիստոնեությունը թույլատրվեց դավանել մյուս կրոնների հետ մեկտեղ եւ Հոերթ ասում է լավ նկարագրում, թե Հռոմում նույն քրիստոնյաներին ինչպես էին հալածում։ Գիտեք, իսկապես շատ կարևոր փաստ է, ես կարծում եմ այսպես, որ այնուամենայնիվ ճիշտ է մենք անձնավորում ենք տարածաշրջանում այն ակտիվ տարածաշրջանը, որտեղ մեծ հաշվով քաղաքակրթական process-ների ելևէջներն էին գնում, որի մեջ նաև Հայաստանն էր, այդ տարածաշրջանում մի պետություն, եթե ընդունում է կրոն պետականորեն եւ պաշտպանալ լինում այլ երկրներում այդ կրոնը հավատալիքներով քարոզողներին որպես պաշտպան, ինքը ձեռնոց անետում բոլորին։ Այսինքն շուրջ բոլորը, այո։ Տրդատ թագավորը եւ Գրիգոր Լուսավորչով մենք ձեռնոց նետեցինք բոլորին։ Եթե պետականության տեսանկյունից նայենք, սկզբունքորեն կարող է շատ անմիտ քայլ է։ Այսինքն դու բոլորին սկզբունքորեն թշնամացնում ես քեզ հետ։ Բայց ազգապահպանության տեսանկյունից, էթնոսի պահպանության տեսանկյունից քրիստոնեությունը եւ նաեւ գրերի գյուտը դա ամենակարևոր եւ առաջնային քայլն էր։ Եվ այդ ձեռնոց նետելը ես ավելի շուտ ըստ իս գտնում եմ, քանի որ քրիստոնեությունը որպես պետական կրոն դարձավ Հայաստանում եւ մեր պետությունը սկսեց պաշտպանել աշխարհի բոլոր ցեղերում քրիստոնեության քարոզիչներին եւ բնականաբար Մագնիսի նման ձգում էր որպես պաշտպան երկիր։ Ճիշտ է, Հայաստան ներսում եւս դիմադրությունը ավ այնպես չի, ասենք բազմաստվածությունը, որը կար, բայց արձանագրենք հետեւյալը, որ Նոյ Նահապետը, որը հանգրվանեց են տարածքում, Աստծո կամոք, որը մեր հայրենիքն է, ինքը միաստվածություն դավանող անձեր, այսինքն բազմաստվածություն չէր եղել, էլի, եթե շատ ավելի արմատները փորձեն գնալ, մերը միաստվածություն ա եղել եւ հիմա լինելով 5-րդ պետությունը քրիստոնեությունը որպես պետական կրոն, սա իմ կարծիքով նաեւ Աստծո որոշման մեջ անպայման իրողություն եղել է։ Այսինքն ինչ նկատի ունեմ, որ Աստծո համար շատ կարևոր գործերում առաջնահերթությունը անդրանիկությունը շատ կարևոր է։ Օրինակ ըստ հին ուխտի ընտանիքում առաջին տղա երեխան արուզակով ծնվում էր, դա ընտանիքինը չէր։ Տանում էին տաճար, ծառայություն։ Դա Աստծոն էր։ Ուրեմն առաջ անդրանիկությունը առաջինը։ Կամ ասենք, երբ առաջինը ոչխարը ծնում էր, կար, դա տրվում էր որպես գոհության պատարագ զողության Աստծուն։ Ըստեյության մատաղ էր արվում, այո։ Այո, Աստծո գոհության, այսինքն շնորհակալություն էր հայտնում, որ այդ ծնունդը եղել է։ Կամ ասենք անգամ որ բերքն էր հավաքվում։ Առաջին բերքը հավաքվում էր, դա եւս գոհության պատարագ էր, էլի, գոհության, որտեղ այնուամենայնիվ ամեն ինչ որ ստեղծում է, այդ բոլոր տեղերում Աստված է։ Ավելին ասեմ, օրինակ ըստ նույն հին ուխտով հрьяաների մոտ, ասենք, եթե ընտանիքը կարող է մի քանի զավակ ունենալ, ասենք 12 ոնց որ Հակոբը, բայց անդրանիկությունը շատ կարևոր է, ընդ որում անդրանիկությունը առաջին հերթին տրվում է առաջին ծնված արու զավակին, չէ՞, որը ընտանիքում իր հետո իր հետագա եղբայրների հետ համատած եւ սեփականության եւ իշխանության իրավունքը անհամեմատ մեծ է, շատ ավելի մեծ, քան բոլորը իրանից հաջորդները գումարած։ Պատկերացնում եք, չէ՞, անդրանիկությունը։ Եվ օրինակ Հակոբի 12 զավակները, որ հрьяաների 12 այդ տոհմերը հանսացան, վերջին հաշվով 10 զավակ Աստծո խոսքից էսկամեն ձևով հետ կանգնեցին, ուրացան, խախտեցին եւ այլն, եւ 11-րդը դարձավ անդրանիկության իրավունքը կրող Հովսեփը։
Հիմա ասա ինչի համար եմ ասում։ Որը հետագայում իր ուրույն դերակատարը։ Այո, իհարկե, 10 եւ անդրանիկությունը շատ կարեւոր է, որտեղ ինչպես ասում են, հոր գործի շարունակողն ալնելու, թեև շատ զավակներ կան, բայց մեկի վրա է հիմնական պատասխանատվություն դրվում։ Եվ այդ առումով, եթե ուշադրություն դարձնենք, այդ անդրանիկության իրավունքը, որտեղ Հայաստանը պետականորեն քրիստոնեություն ընդունեց, դա իմ կարծիքով եւ Տրդատ թագավոր եւ Գրիգոր Լուսավորիչը ընդհանրապես կատարող են եղել։ Որոշողը տիրոջ կամքով է եղել, որ լինելով 5-րդ ժողովուրդ Աստծո խոսք ստացող, բայց պետականորեն այստեղ պետք է ամեն ինչը դրվեր հիմքը, որտեղ պատկացեք մեր ընդունելուց հետո է, չէ, հետո մյուս պետությունների, թագավորների մոտ արդեն որոշակի մտածումներ, որ միգուցե ճիշտ է, օրինակ Միգուցե այն կրոնն է, այն պատվիրանների են հավատքի վրա, որ մեր ժողովուրդները եւս ընդունեն, չէ՞, բայց առաջին քայլը փաստացի անդրանիկության իրավունքը նոր ուխտի առաջին ընտրյալ ժողովուրդը, նոր ուխտի պետականությամբ ընդունված, դա հայ ժողովուրդն է։ Հիմա սա ոչ թե ինքնագովության համար է գլուխ գովանության, այլ պատասխանատվության համար։ Այսինքն մեր վրա դրված է շատ կարևոր առաքելություն։ Վստահաբար առաքելությունա դրված նաև երբ որ այս տարածաշրջանում մարդկության վերածնունդը գնաց նույն նահապետով, չէ, մենք մեծ հաշվով իր զարմից ենք, հաբետնական ենք, հա, եւ ունենք որոշակի պատասխանատվություն։ Ինչ է կարծում, այս ամեն ինչը ընկալով, զգալով, պատասխանատվություն մեր վրա վերցնելով, մեր մեջից այս ամեն ինչը հանելը ինչ նպատակ ունի։ Այ հիմա ես զուգահեռում եմ, հա, իրողություն թե ով ենք եղել, որտեղից ենք եկել, եւ հիմա իրողություն, որտեղ սիմվոլիզմն է հանում։ Անկամ Արարատը մեծ մասիսը կամ ավակ մասը, որը խորհրդանիշն է այդ ամեն ինչի։ Ըստեյության դա պատմաքաղաքական հիշողության, այսինքն էթնոսի հիշողության եւ ծագումնաբանության մասով պատկերացումների դեմոնտաժը տեղի ունենում։ Ես դա տենց եմ դիտարկում եւ մի քանի դիտարկում էլ անեմ, նշեցիր, որ տարածաշրջանը ինքնին, այն տարածաշրջանը, որը որ երրում է միշտ ու որտեղ որ մենք ձևավորվել ենք, որպես պատմաբան ասեմ, վերջերս բավականին հետաքրքիր փոքր այնց հետազոտություն էի իրականացրել, հայկական լեռնաշխարհը եւ հարակից օրինակ նաև տարածաշրջանը թեկուզ մերձավոր արևելքը դրանք տարածաշրջաններ են, որոնք ոչ միայն մարդկության, պատմության այս բնորանն են, հա, հանդիսանում իրենց հին քաղաքակրթություններով հայ ժողովուրդը մերձավոր արևելքում ասորիներ, շումեր, աքադ եւ այլն այդ կներեք, որ միայն չստացվի հայկական բարձավանդակ, ասենք այսպես միջագետք, քաղաքական օրինակ, հայկական բարձավանդակ, իրանական բարձավանդակ, եթե այսպես փորձենք ամբողջացնել, էլի քաղաքակրթությունների օրանները։ Դրանք հենց բնորաններն են եւ մի հետաքրքիր դիտարկում այդ բնորաններում վերջին 2.5-ից 3000 տարվա կտրվածքով ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, գրեթե ամեն 100 տարին եղել են պատերազմներ։ Այսինքն մեր տարածաշրջանը, եթե գլոբալ վերցնում ենք, դա այնպիսի մի տարածաշրջան է, որտեղ վերջին 2-ից 3000 տարվա կտրվածքով միշտ լինում է շահերի բախում, տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, որոնք իրենց հարցերը բազմաթիվ է եղել մեր պատմության համատեքստում, որ պարզել են ոչ միայն մեր հաշվին, այլ նաև մեր տարածքների հաշվին։ Ներողություն եւ կուզենայի քո կարծիքը մի հատ լսեի շատերի դիտարկմամբ մեր աշխարհագրական դիրքը դա առավելություն է, եթե մենք ունենայինք դիվանագիտություն, իսկ որոշների դիտարկմամբ մեր աշխարհագրական դիրքը դա անեծք է։ Իսկ ես որն է ճիշտ։ Ես նախ Արարատի կամ մեծ մասից փոքր մասից կամ ըստ վերջերս ես մի հրաշալի կատարում լսեցի
ավակ մասի մասին, Ղևոն Դալիշյանի խոսքերով գրված մի հրաշալի երաժշտական կատարում էր, ավակ մասից է ասվում, ավակ մասը իր ստատուսի մասին է խոսում, հա, շատ մի հրաշալի ստեղծագործություն է, մեր պատմությունը թե ովքեր են եղել ու ոնց են եկել, Նոր Նահապետից, Հայկ Նահապետից, հա, եւ երբ որ դուք ասեք պատմաքաղաքական, մինչև ձեր հարցին պատասխանելը, իրականում ես կարծում եմ Արարատը ավելի շուտ հավատալիքի եւ կրոնական է, քան պատմաքաղաքական հետո եղել։ Ինչու, որտեվ Արարատը մեր մոտ ասոցացվում Նոր Նահապետի հետ։ Նոր Նահապետ նշանակում է Աստծո որոշում, չէ։ Այսինքն մարդկության ֆիզիկական վերածնունդ, ջրհեղեղ, որ Աստծո որոշումով է, չէ՞ լինում։ Եվ այստեղ եւս մի ես փոքր զուգահեռ տանեմ, շատ հետաքրքիր է, որ Հայկ Նահապետի եւ Նեբրովտի կամ Բելի պատերազմը, որտեղ Բաբելոնում աշտարակաշինություն էր գնում եւ 12 պետությունների տիրակալ Նեբրովտը հասնային Աստծուն։ Ես կարծում եմ այստեղ տեսակետները տարբեր են։ Ես հիմա ինչու համար եմ ասում, որ նույնիսկ այդ կարգի ուրեմն իրողությունների ֆոնի մեջ մեր էթնոսը հայը եւս եղել է։ Այսինքն հիմա մենք գնում ենք ավելի հեռուն, Բաբելոն ենք գնում, հա, որը այդքան էլ ոնց որ հայկական բարձրավանդակից դուրս է, բայց տարածքը, բայց մենք այդտեղ եւս ներգրաված ենք եղել որպես ժողովուրդ։ Որովհետեւ մեծ մերձավոր արաբելքի մաս ենք կազմել ամեն դեպքում։ Այո, մեծ, որը իրական խաչմերուկը, եթե այդպես նայենք, սա է քաղաքակրթությունների եւ օրան եւ պետությունների համագործակցություն եւ պատերազմներ եւ նվաճումներ եւ այլ տեղերից այլ ժողովուրդների գալ ու նվաճել, ոնց որ Ալթայից, ասենք, թյուրքական ժողովուրդներ եկան եւ հիմա մեր հայնիկի մեծ մասին իրենք այսպես սեփականատիրոջ իրավունքով պետություն են ստեղծել, թյուրքական ժողովուրդներ, որից թուրք էթնոսը արդեն ձևավորվում է որպես եւ ձևավորված է, հա։ Ես հիմա այս ինչի համար եմ ասում, որ Բաբելոնի հետ կապված մի հետաքրքիր, ասենք, Հայկ Նահապետը այդ շինարարությանը մասնակից է։ Իրականում Նեբրովտի բուն նպատակը ոչ թե շինություն շատ բարձր, որը Աստծուն կհասնել, վստահաբար Աստված հաստատ այդքան ներկևում չէր, էլի, որ շինությունով հասնես։ Կարծում եմ այսպես, այդ ջրհեղեղը, որը իրական է եղել, ջրհեղեղի պատմությունը Բերնեբերան կամ գրավոր, եթե գրավոր, նո ամենահին աղբյուրները շումերական աղբյուրներ են ասում, որ գրավոր արձանագրություններ են, սալիկների վրա կա, բայց փաստը մնում է փաստ, որ բանավոր այդ խոսքը փոխանցել, որ իսկապես ջրհեղեղ եղել։ Ես կարծում եմ, որ այդ բարձր աշտարակի շինության իմաստը հետեւյալն է, որ եթե հաջորդ ջրհեղեղը լինի, ապա այն վերևի հարկերում թե ջուրի ինչքան պիտի բարձրանա չգիտենք, բայց այնտեղ փրկվեն մարդիկ, որոնք ապաստան են։ Բայց այդ մարդկանց ով լինելը, որ այդտեղ պիտի լինեն, ով էր որոշելու։ Բացման Նեբրովտին էր ուզում որոշել կամ իր զավակները, ժառանգները։ Այնինչ Նոր Նահապետի փրկվելու որոշումը Աստծո կողմից է։ Այսինքն Նեբրովտը ինքը Աստծո տեղն էր իրան ուզում դնել, որ եթե հաջորդ ջրհեղեղ լինի, ինքը պիտի որոշի թե ով պիտի փրկվի, որ ժողովուրդներից, որ ազգերից, ինչ թագավորներ, չէ։ Բայց այդ կիսատ մնաց, որտեվ ասենք հայերը գնացին։ Ես բական երկար միշտ մտածել եմ, ասում լավ, տասնյակ հազարավոր մարդիկ այդ շինարարության մեջ աշխատել են։ Այդ թվում փոքրաթիվ հայեր, շատ փոքր են եղել, քիչ են եղել։ Այդ հայերի գնալ ինչով է կանգնացրել այդ շինարարությունը։ Իդեպ ասեմ, պատականը թե չէ, բայց Եվրախորհրդանի շենքը, ուշադրություն դարձրեք, ինքը Բաբելոնի այդ կիսատ աշտարակն է, որտեվ հարկերի մի մասը կա, մյուսը կիսատ է։ Եթե շենքի նկարը որ նայեք, այսօր որ գործում է, հա, ինքը դրա ոնց որ նոր Բաբելոնի շենքն է, եւ հայերի գնալը շինարարությունը կանգնեցրել է։ Բայց այդ դեպքում հայերը ինչ է, աշխենքներ են եղել, չգիտեմ ինչ, հատուկ շինարարական մասնագիտության տեր մարդիկ են եղել, որ իրանց ֆիզիկապես չլինելը սկզբունքորեն կարա կանգնեցնի, հա, շինարարությունը, որտեվ իրականում Նեբրովտը որ գալիս է, չի գալիս կոտորել, գալիս է հետ տանելու, որտեվ շինարարությունն է կանգնել։ Ու տարբեր տեսակետներ կան, բայց այնուամենայնիվ ես հակված եմ այն մի տեսակետի, ըստիս որ հայերը այդտեղ, քանի որ այդտեղ տարբեր ժողովուրդներ են աշխատել, իրար հասկանալու, հարաբերվելու խնդիր ա եղել, չէ, լեզվի։ Մենք թարգմանի չենք եղել ընդհանրապես։ Ինչու, որտեվ հենց եվրոպական լեզվաընտանիքը 3 մայր լեզու ունի, 3-ից մեկը հայերենն է, բայց Լոնդոնում նույնիսկ գտնվում է բական 5 քարտեզ,
որտեղ իրականում լեզվան տանիքի բուն արմատը հին հայերեն գրափարն է։ Եվ դրա մասին ոչ ավել ոչ պակաս, իսկ բրիտանացիները բավականին այդպես ազգայնական ժողովուրդ են, հա, նացիոնալիստ։ Եվ այդ նացիոնալիստ բրիտանացիներից հայտնի Բայրոնը ասում էր Աստված Ադամի հետ խոսում էր հայերեն։ Չհաստատ իր մտքի թռիչքը չէ, մարդին բան իմացել է։ Հին հայերեն գրափարը եղել է նախաստեղծ լեզուն։ Հայերը Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ թարգմանիչներ են եղել։ Մի խումբ մարդիկ, որոնց ֆիզիկապես բացակայելը շինարարությունը իսկապես պետք է կանգնեցնել, որտեղ թարգմանելու հասկացնելու խնդիր կա, չէ՞։ Հայերի կարևորությունը նաև այդտեղ է հստակորեն։ Ես դրա համար եմ ասում, այսինքն մայր լեզուն, երբ որ քոնն է, որը համընկնում է, որ նոյ նահապետը երբ որ այստեղ է, հետո այստեղից տարածվել է, մայր լեզուն քոնն է եղել այդ առումով, հա։ Հնդ իրանական կամ հնդ արիական ժողովուրդներ, էլի ոչ սեմական։ Իսկ հիմա դա ջան, քո այն հարցի հետ կապված, որը որ աշխարհագրական դիրք է։ Այսօր այդ աշխարհագրական դիրքը հաճախ որոշիչ է եղել, արդյոք մենք բողոք ենք, թե ուրախանանք։ Մեր մեծերից շատերը այս դիրքը իհարկե խիստ դրական են գնահատել, եւ եթե նույնիսկ կյանքում էլ պատկերացրեք ինչ որ մեկը, ինչ որ խաչմերուկում, որտեղ տարանցիկ ուղիներ են գնում, դու դրա տերն ես։ Այսինքն դու ես որոշում այդ ճանապարհը կաշխատի, թե չի աշխատի։ Եթե այդ խաչմերուկի վրա դու ես գտնում, բայց տերը դու չես, դա քեզ համար դառնում է գլխացավանք։ Ինչու՞։ Որտեղ ցանկացածը ցանկանում է քո ֆիզիկական ներկայությամբ այդ խաչմերուկում վերցնել խաչմերուկը տիրելու իրավունքը։ Բայց դու ես այդտեղ, դու էլ խանգարող գործոն ես, չէ՞։ Իրականում այն տարածաշրջանը եւ այն վայրը, որտեղ մենք ենք եղել, իրապես ինքը խաչմերուկ է եղել։ Եվ այս խաչմերուկի համար շատ պատերազմներ են գնացել։ Եվ դեռ գնալու են։ Եվ դեռ գնալու են վստահաբար, այսինքն խաչմերուկը չնայենք միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ասենք նվազագույնը, ասենք հայկական բարձրավանդակը նայենք, որը այսօր երբ որ քարտեզով պատմական քարտեզներով նայում ես, այսօր այդ տարածաշրջանը մեր մահու կենաց կռիվ է գնում։ Սև ծովի, Կասպից ծովի շրջակայքում, Միջերկական ծովի ափերին, ներառյալ մինչև Հյուսային Կովկաս, Լեռնաշխտան, Կովկասյան Լեռնաշխտան, հա, եթե հիշում ենք հարավ դեպի մեր հարևան Իրանն է գնում, այսինքն մահու կենաց կռիվ, որովհետև այդ խաչմերուկը ինքը ոչ միայն պետությունների սահմանն է ճշգրտում, այլ ճշգրտում է այդ պետությունների առաջին հերթին տնտեսական ներկայացությունը, որովհետև ճանապարհներ, կոմունիկացիաներ, նավթատարներ, գազատարներ։ Իդեպ մի քանի մասնագիտական նկատառում անեմ, հենց քո նշածի համատեքստում ի հավելում են քո նշածների, հա։ Տես, իրապես այս խաչմերուկը միշտ եղել է հետաքրքրության գոտի, ընդ որում դեռևս հին ժամանակներից սկսած, հա, երբ որ օրինակ Ուրարտական թագավորություններ ստեղծվել, երբ որ մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի շրջանակներում հայկական փոքր պետականությունները միավորվեցին մեկ ընդհանուր պետության մեջ, որպեսզի դիմագրավեն Ասորստանի նկրտումներին, այդ ժամանակ մենք խնդիր ունեինք Ասորստանի հետ։ Երբ որ Ուրարտուն անկում ապրեց, հետագայում արդեն Երևանյան Հայաստանը ստեղծվեց, այդ ժամանակ արդեն մի կողմից կար Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը, մյուս կողմից Աքեմենյան պարսկական տերությունը, Արտաշեսյանների ժամանակ կար։ Եվ մենք իրենց արանքում ենք, չէ՞։ Միանշանակ Արտաշեսյանների ժամանակ արդեն կար հռոմեական կայսրություն, մենք գիտենք, որ Լուցիուս Լուկուլոսը օրինակ արդեն արշավեց Հայաստանի վրա, երբ որ Տիգրան II մեծն էր, մեր գահակալը, նաև արքայից արքա տիտղոսով, որը ուղղակի Պարթևստանի մի մասը վերցնելով ստիպեց 40 հովիտները իրականում։ Գիտեք, այդ խաչմերուկը շատ կարևոր է։ Նույնը Արշակունիների ժամանակ։ Այո, Բագրատունիների ժամանակ։ Ճիշտ է, բոլոր ժամանակներում խաչմերուկի իմաստը որն է։ Ինքը այդ խաչմերուկի տեր պետությունը, ժողովուրդը կամ ժողովուրդները իրենք են որոշել ճանապարհը մի պետությունից, իրենց հարևան A պետությունից B պետություն կգնա թե չէ։ Հիմա զուգահեռենք այսպես կոչված Տրամպի ուղու կամ այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի մասին, չէ՞։ Մի փոքր կտոր, պատկերացնում եք հիմա ինչ մրցակցություն է գնում։ Ստե իրական մրցակցություն Հայաստանի Ադրբեջանի միջև չի գնում,
Այստեղ գնում է ուժային կենտրոնները, որտեղ նայեն այս խաչմերուկի մեջ այս պետությունը, օրինակ Ռուսաստանը Իրանի հետ հյուսիս-հարավ ստրատեգիական միջանցքով կապ կունենա, թե չի ունենա։ Եթե թուրքական աշխարհի միջանցքն է աշխատում, այդ կապը կտրվում է ճանապարհներից մեկը Հայաստանով անցնում, հա։ Խաչմերուկի ես նկատի ունեմ իմաստային առումը շատ կարևոր է։ Եվ եթե դու խաչմերուկի տերն ես, շատ հարցեր դու ես լուծում։ Ինչու՞։ Անհիշելի ժամանակներից առ այսօր պետությունների մրցակցությունը գնացել է շուկաների համար։ Այսինքն իմ արտադրանքը լոգիստիկ հանգույցների։ Այդ լոգիստիկ հանգույցները իրան գործիք են եղել։ Շուկաների համար է, ես նվաճում եմ մի երկիր, օրինակ Միացյալ Նահանգները 1991 թվականին գրավվեց իր դաշնակիցների հետ միասին Խորհրդային Միությունը։ Խորհրդային Միությունը ամբողջովին դարձավ այդ պետությունների համար շուկա։ Այսինքն իրենց արտադրանքը պետք է սպառվեր։ Նրանց արտադրողը շահ էր ստանում, պետությունը այդ հարկերից հարստանում էր, հա։ Այդ հարստության մի մասը գնում էր նորագույն զենքերի ստեղծման, սպառազինությունների, ինչպես ասում են, քանակի ավելացման, եւ եթե դու շուկա ես, ընդհանրապես սպառող ես, արտադրություն չունես, դու այսօրվա քաղաքագիտական տերմիններով ասեն գաղութ ես, որը առավելագույն քեզ հնարավորություն է տրվում, ասեն գյուղ մթերք արտադրես կամ հանքերում աշխատես։ Հանքանյութը արտահանվի, օրինակ ոնց որ Հայաստանից մոլիբդենը ունենալով մոլիբդենի եւ ուրանի հսկայական մենք պաշարներ Հայաստանը, այսօր ընդհանրապես հանքային տերություն ենք, այսինքն հանքանյութը հանվում է, մեր մոլիբդենը անհիշելի ժամանակներից 91-ից հետո հանվել տարել է Գերմանիա։ Այդպես է որոշվել։ Հիմա այս ինչի համար եմ ասում, եթե գանք էլի նույն էքսպլուատացիայի մատերիալ, այսպես ասած։ Այո։ Հիմա ինչու, որտեվ այդ խաչմերուկի տերը փաստացի մենք չենք։ Ֆիզիկապես մենք ենք ապրում այստեղ, հա, բայց որոշումների կայացման համար այս տարածաշրջանում մենք պիտի որոշենք, թե չէ, մենք չենք։ Այս նույն, ասենք, Տրամպի ուղու հետ կապված, ոնց որ Ալիևն ասում, այո, ասում է, ես չեմ ասում Տրամպի ուղի չկա, բայց Տրամպի ուղին, Տրամպի ճանապարհը ասում է Զանգեզուրի միջանցքով։ Բազա չէ, իսկ միջանցք նշանակում է, որ քո երկրի 3 կառույցներ որևիցե դերակատարում չեն ունենալ, խոսքը սահմանապահ, մաքսային եւ սանիտարական։ 3 ծառայություն չեն։ Սրանք ազգակործանները տենց էլ չեն պատասխանում այդ պարզ հարցին։ Ադրբեջանցին, երբ որ անցնի Հայաստանի Հանրապետության տարածքով, հայ սահմանապահի կամ հայ մաքսավորի, տեսնում եք թե չէ։ Ոչ։ Իրենց պատասխանը իրենք այդ լրությունը ոչ է։ Հիմա եկեք հակառակ կողմից նայենք, եթե այո է, ինչ դեր խանգարում Փաշինյանին կամ ասեր։ Ընդ որում մի հատ էլ հոխորտ տալով դե ինչքան կարելի է ձեզ բացատրել հարգելի լրագրողներ, ձեր մոտ ոնց որ հասկացության ինչ որ դեֆիցիտ կա, քանիցս ասել եմ, այո, գալու է մեր սահմանապահն աստուգելու, մաքսային աստուգելու, հետո սանիտարականն աստուգելու, հետո նոր անցնելու։ Իրա բոլոր այդ պատասխաններից խուսանավելը սկսած օգոստոսի 8-ից ԱՄՆ-ում, օգոստոսի 9-ի թե 10-ին իրեն հարցնում են լրագրողները, ինքը խուսանավում է։ Սարքավորումներ են ստուգել, չէ, չի ստուգվելու։ Սարքավորումներ, ինչ որ ֆիրմաներ երաշխիքով սարքավորումներ դու էլ քո այդ 3 ծառայությունները էկրաններին են նայելու, չեն շոշափելու մարդկանց, բեռները չեն նայելու, վստահաբար եմ ասում։ Այսինքն այս մեզանից արդեն խլվեց։ Նայեք, խաչմերուկի մի էլեմենտ, մեղրի հատվածն է, չէ՞։ Խաչմերուկի էլեմենտ է։ Իսկ հիմա պատկերացրեք, երբ որ դուք ամբողջ մի տարածաշրջանն ա ձերը խաչմերուկ։ Իսկ հիմա այդ խաչմերուկի մի մասի տերով է Թուրքիան։ Եվ այդ Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանային գործընթացներում ոչ միայն իր պետական ինստիտուտներով է պայմանավորված, առաջին հերթին պայմանավորված է իր աշխարհագրական դիրքով։ Ասենք ռուսների նկատմամբ հմտորեն օգտագործում։ Իհարկե, իսկ ինչու՞ չօգտագործեն։ Օրինակ, ունենալով նեղուցները։ Հիմա հենց նեղուցների մասն եմ ասում։ Օրինակ, նեղուցները գործիք է, լծակ է։ Իդեպ ասեմ ձեզ, հյուսիս-հարավը շրջանցում է նեղուցները, որտեղ եթե Ռուսաստանից Հնդկաստան ապրանք դի տեղափոխի, ճանապարհը որ նայում ենք, այդ սև ծով, ու պատկերացրեք, բայց սև ծովը Ռուսաստանի ամբողջ սահմանում չի, ու պատկերացրեք Ռուսաստանի կենտրոնական մասերից պիտի գա, հասնի սև ծով նավահանգիստ, հետո մտնում է Չերկական ծով, հետո Բոսֆոր Դարդանել, հետո Սուեզի ջրանցք,
հետո էս Պարսկական ծոց, հետո գնում է նոր Հնդկաստան։ Այսինքն հյուսիս հարավը, երբ որ անցնում էր Հայաստանով, Կասպից ծովով եւ Ադրբեջանով, 3 ուղղություն, հա։ Մի ուղղություն իհարկե Միջին Ասիական Հանրապետությունով, բայց այնտեղ բավականին դա բան է եւ պատրաստ չի եւ երկրա։ Ուրեմն ժամկետի առումով 5 անգամ կրճատում է։ Եվ պատասխանատուներից մեկը Ռուսաստանի կառավարության Նովակը, ես այդ թիվը լավ եմ հիշում, ասեց հյուսիս հարավի ուրեմն ծրագրային պլանավորումը տարանցիկ ապրանքների տեղափոխման տարեկան 10 միլիարդ տոննա։ Դուք պատկերացնում եք ինչ թիվ է։ Այսինքն նրանք ովքեր որ այդ ճանապարհի վրա այդ տարանցիկ ապրանքների փոխանակման դրանց մոտ տնտեսությունները ինչ բում է ապրելու եւ 5 անգամ ժամանակ են շահում, այսինքն եթե տեսականորեն մի օրում պիտի մտնի այսօր գործող ճանապարհով այդ թունայի Բոսֆոր դարդանել, որտեղ Թուրքիան արդեն ցանկացած ձևով կարա կեցված դրսևորի, ասենք 5 օրում է մտնում։ Այս զուտ 5 անգամ տարբերություն ընկալելու։ Հետաբար այս խաչմերուկները իրենք այսօր եւ տնտեսական նշանակություն ունեն, եւ ռազմական նշանակություն, եւ քաղաքակրթական նշանակություն ունեն։ Մենք բողոքում ենք, որտեվ ցավոք սրտի մենք չկարողացանք մեզ տրված ի վերուս տրված այս տարածքի տերը լինել որպես խաչմերուկ։ Մեզանից անընդհատ օտարում են։ Ասում են Հայաստանում պատերազմները շատ է։ Չէ, Հայաստանում պատերազմները շատ չի։ Տարածաշրջանի բնույթն է այդ ձև։ Խաչմերուկի տեր են ուզում լինեն։ Այլ պետություններ ցանկանում են այս խաչմերուկի տեր լինեն, որտեղ երբ որ դու խաչմերուկի տերն ես, դու կարող ես քո հարևանների ճանապարհը փակել, կարող ես բացել։ Օրինակ, ունենաս լծակ։ Այո, իհարկե լծակ։ Ծովային տերություն Բրիտանիա, վերջին եւ Միացյալ Նահանգներ։ Ցամաքային ճանապարհներով ապրանքների տեղափոխում իրենք միշտ խոչընդոտել են պատերազմներով, ինչու՞։ Որ ապրանքները տեղափոխվեն ծովով, ինքը Շահստանը։ Հիմա եկել է մի վիճակ, որտեղ եթե մի ժամանակ կներեք, եթե մի ժամանակ ուրեմն ցամաքային ճանապարհով ապրանք տեղափոխելը թանկ էր, որտեղ շոքեքարշ չկար։ Նավով ավելի էժան էր։ Հետո եղավ շոքեքարշ, երկաթուղի, հետո ավտոմոբիլ, այսինքն այսօր շատ ավելի էժան է դա, քան ծովով։ Ամենաթանկը ինքնաթիռովն է, բայց ամենաէժանը ցամաքային։ Հիմա որսի Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները իրենց որպես ծովային տերություն անընդհատ իրենց առավելությունների ցույց դնեն, իրենց պետքա ցամաքային ճանապարհները եւ կոմունիկացիաները անընդհատ խնդիրներ առաջացնել, որի անունը պահատեր, բախումներ, հակամարտություններ։ Դե եթե ճանապարհը պատերազմի մեջ է, ապրանքը տես չի տեղափոխվի, մարդիկ տես չեն գնա, առավել վստահելի ավիակիների պաշտպանությամբ ծովերով չեն գնան տեղափոխվեն։ Հետաբար մեր տարածաշրջանում, եթե մենք տերը չենք, այլոք միշտ ուզեցել են տերը լինեն, եւ մեր հայնիկը երբ որ աշճանաբար փոքրացել է, այդ նրանց չէ որ մեր հարևանները շատ ագրեսիվ են եղել, կամ մենք էլ շատ թույլ։ Նրանց է որ այդ խաչմերուկին են փորձել տեր լինել եւ փորձում են լինել։ Եվ նորից մի քանի դիտարկում անեմ, այտես իրապես մեզ շրջապատող տերությունները ներողություն, որոնք մեր պատմության համատեքստում հենց քո նշածը փորձել են իրականացնել, իրանք միշտ ունեցել են գործիքներ ներսում, որոնք իրենց շահերը սպասարկել են մեր պետության տարածքում, հա։ Օրինակ դիտարկենք մի քանի օրինակներ, եթե դիտարկում ենք օրինակի համար Արտաշեսյանների ժամանակաշրջանում, երբ որ Լուկուլոսին Տիգրան Մեծը ջարդեց, վռնդեց Հայաստանից Միրդատ Պոնտացու դաշնակցությամբ, Լուկուլոսին հաջորդեց հռչակավոր զորավարներից Հռոմի պատմության Պոմպեոսը եւ նրան օգնում էր ոչ ավելի ոչ պակաս Տիգրան Մեծի որդին, որին հետո նա միջելուց մահապարժի ենթարկեց։ Կամ Արշակունների դինաստիայի ժամանակաշրջանում, երբ որ մենք լուրջ խնդիրներ ունեինք արդեն
Սասանյան Պարսկաստանի հետ, որտեղ Սասանյանները հեղաշրջում էին իրականացրել եւ Պարթև արշակույնները վռնդվել էին իշխանությունից եւ Սասանյանները արդեն թշնամական վերաբերմունք ունեին մեր արշակույնների նկատմամբ ես մի քանի դրվագ եմ հիշում, երբ որ պարսկական զորագնդերը, որոնք արշավում էին Հայաստանի ուղությամբ, օրինակ հարավային նահանգները, երբ որ ասպատակում էին, պարսկական զորագնդերը գլխավորում էր Մերժան Արծրունին։ Այսինքն տարբեր ժամանակաշրջանում կամ թեկուզ Բագրատունիների ժամանակ, երբ որ արաբական խալիֆայության տիրապետության վերջը մենք տվեցինք, բայց Դվինի ամիրայություն կար, որը որ դեռ մնացել էր, որպես մնացորդ, հա, եւ երբ որ ոտնձգություններ էին տեղի ունենում մեր պետականության նկատմամբ, Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորն էր, որը որ արաբներին օգնում էր։ Այսինքն կոլաբորացիոնիզմը մեր պատմության մեջ գրեթե միշտ եղել է։ Ես մի քանի դինաստիաների օրինակներ բերեցի եւ ինչի բերեցի, որպեսզի մենք տեսնենք, որ այդ աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային ուժերը, որոնք միշտ ուզեցել են քո նշած Խաշմերուկին տիրանան, միշտ ունեցել են Հայաստանում կոլաբորանտներ, որոնք 5-րդ շարասյուն։ Հա, 5-րդ շարասյուն, որը որ իրագործել է այդ իրենց պլանները եւ իմ դիտարկմամբ դա նաեւ հայկական էլիտայի, այսպես ասած, դարեդար եկած հիվանդությունից մեկն է, երբ որ մեր էլիտան միշտ ըստ էության կիսված է եղել, հա, պրոարեմեծյան է եղել, կամ պրոհռոմեական է եղել, կամ պրոբյուզանդական, կամ պրոպարսկական, կամ պրոարաբական եւ շատ քիչ բացառություններ, ես որպես մասնագետ եմ ասում, շատ քիչ բացառություններ են եղել, երբ որ իրապես պրոհայկական էլիտա ենք ունեցել մենք։ Այդ դեպքում քեզ որպես պատմաբան ես հարցնեմ, պատկերացրեք, եթե քո պետության քաշային կարգը լինի ռազմական, լինի անվտանգային, լինի տնտեսական, այն հարևանների հետ, որոնք ակնկալում են, որ այդ տարածքից ինչ-որ մի բան պիտի տանեն պատերազմով եւ չափելի չի, քո ուժը չի ներում, հա, այսպես ասենք, բնական չի արդյոք, որ որոշում կայացվի, որ այն մասը, որը որ հարևանդ ուզում է ուտարի քեզանից, ինչ-որ մի մաս, եւ քո ուժը չի պատում պաշտպանվելու, որքան էլ որ դու ռեսուրսներ կուտակես, մոբիլիզացիա հայտարարես, որքանով քո բանակուննա բարձր մոտիվացիա եւ այնուամենայնիվ դաշնակցի կարիք ունես։ Միանշանակ։ Այսինքն նաեւ ճիշտ դաշնակիցներ ընտրելը, դաշնակից ընտրելը միանշանակ, բայց չլինել կոլաբորացիոնիստ։ Դաշնակից ընտրելը իրականում, բայց ճիշտ դաշնակից։ Միանշանակ։ Որտեղ շահերի համադրում կա երկու կողմերի միջև։ Այո, եւ դու չես զոհաբերվելու։ Որտեղ եղել է դեպքեր, պատմական դեպքեր, մենք ընտրել ենք դաշնակից, մեկ է պարզել է, որ այդքան էլ դաշնակից չի, ուղղակի զոհաբերվել ենք։ Դե հա, եղել է, երբ որ մեզ ասել են անգլիական լեռները չեն կարող հաղթահարել Տավրոսի։ Շատ ճիշտ է։ Ներողություն, անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները, որպեսզի պաշտպանեն հայերին։ Ասենք կամ Կիլիկիայի հայությունը, որը այդ տարածքը 1916-ից մինչև 1921 թվականին ֆրանսիական պրոտեկտորատի որպես միավոր էր, այդտեղ հայաթափվեց։ Հետո 21 թվականին ֆրանսիացիք այդ տարածքը հանձնեցին Թուրքիայի որպես տարածք, 400,000-ից 400,000 հայեր ապրում, 100,000 կոտորած Թուրքիայի ձեռքով, որից 30,000 երեխա, ու հայաթափվեց։ Այսինքն այն Լիբանան, Սիրիա եւ այլն որ կա, իրականում այդ Կիլիկիայի հայությունն է, որ հետո գաղթելի չի լա ներքև։ Հիմա ես ինչի համար եմ ասում, այսինքն առերևույթ մենք փորձել ենք դաշնակիցներ, ասենք 1920 նու 18-ից վերցնենք 20 թվականներին մենք ընտրեցինք դաշնակից, այդ դաշնակիցը անտանտներ,
որի կազմից Ռուսաստանը ժամանակ իշխանափոխություն հեղափոխություն եղավ Քեմալա բոլշևիկյան մերձեցում։ Ահա։ Հիմա իսկ այդ մերձեցումից առաջ այստեղ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը միաժամանակ նաև Բրիտանիայի հետ, որ Բրիտանիան մեր բանակը պիտի զինի, թե Ռուսաստանից տարբեր էմիսարներ են գալիս, որտեղ որ ինչպես անգլիական սպաներ կային։ Չմարզում են մեր բանակը մեծ հաշվով նաև անգլիական զենքով էր, որից հետո մի հավելում իրականացնեմ, երբ որ Կարսը թուրքերը վերցնում էին, հայկական բանակում անգլիացի սպա էր կռվում Օլիվեր Սթոուն։ Եվ իր հուշերում գրել էր, որ առաջացող թուրքական բանակի վրա ընդամենը հայկական կողմը 2 կրակոց արձակեց թնդանոթով ու վերջ։ Այսինքն ինչի համար եմ ասում, ճիշտ դաշնակցի ընտրելը եւս ցանկացած երկրի, այդ թվում մասնավորի նաև Հայաստանի համար կարևոր է, որտեղ հետո պարզվում է, որ այն դաշնակիցը չի, հետո այդ դաշնակիցը պարտվում է քո հակառակորդ կամ թշնամի պետության դաշնակիցներին, պարտվում է, դու բնականաբար դու ես պարտվում, նա կորուստներ ունենում, հետո դու ես չէ կորուստներ ունենում։ Ես հիմա այս զուգահեռ ինչի համար եմ ասում, ասենք նույն 20-րդ դարի այդ 20-ականների մեր դաշնակցությունը Անտանտի հետ վերջնարդյունքում բերեց 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի կամ Ալեկպոլի պայմանագրին 9800 մոտ 10000 քառակուսի կիլոմետր վերջնարդյունքում։ Իդեպ մենք ունենք 60000 քառակուսի կիլոմետր անց Հայաստան։ Որի չհամաձայնվեցին։ Իդեպ նաև մեծ առաջարկներ էր արվում։ Այսինքն առավելապաշտությունը, որը իր պաշտությունից բավական հեռու էր, բերեց նրան, որ մենք խորհրդային միությունը, որը ձևավորվում էր այդ ժամանակ, մոտ 10000 քառակուսի կիլոմետր, հետո դարձանք խորհրդային միության մաս մոտ 30-31000 քառակուսի 28 հետո է մինչև 31 ու քանիս է եղել, հա, երբ որ կազմավորվել է։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Երբ որ դու նայես առաջնահերթությունը որն է, թվացial ինքնիշխան տարածքը, օրինակ, ասում են ինքնիշխան հանրապետություն, թեև ես անկեղծ ասած դրանք ովքեր որ բերանի մասնակ են սարքել ինքնիշխանություն բառը, ասենք մի քանի հարց կարելի է տալ։ Նրանք ամենաշատն են զոհաբերել ինքնիշխանությունը։ Ճիշտ է։ Այո, ինքնիշխանության մասին խոսողները ամենաշատն են, շատ դիպուկ եւ տեղին գնահատական է։ Ինքնիշխանության մասին խոսողները առավելագույնն են զոհաբերել ինքնիշխանությունը եւ տարածքները, հա։ Նրանք ովքեր որ հաշվել են, որ այս պայն պատմական ուժերի հարաբերակցության այս պայմաններում ենթադրենք դու ենթադրենք պիտի դառնաս ինչ որ այլ միավորի մի էլեմենտ, օրինակ ասենք Եվրամիության անդամ, տեսականորեն եմ ասում, որը եւս վերպետական կառույց է, չէ՞։ Արդյոք բայց մեզ Եվրոպայում օրինակ եմ ասում, չէ, օրինակ եմ ասում, դա վերպետական է։ Այդ թվում ասենք նույն ձևով վերպետական է Ռուսաստան-Բելարուս կառույցը։ Վերպետական է, չէ՞։ Այսինքն երկու պետություն, հա, բայց վերպետական կառույց է։ Եվ կամ որից է մեկ է դու չես լինում։ Հիմա եթե զուգահեռում ենք այսօրվա իրողությունները հետեւյալն է, որ առերևույթ օրվա իշխանությունները ասում են մենք որից է մեկ է չենք լինում, բայց բոլորը հետ էլ լավ ենք։ Ես օրինակ ասում եմ, այ շատ ճիշտ է, հիմա մեր այս խոսակցությունները ոնց որ պետք է ինչ որ ուժային համակարգի մասը այնուամենայնիվ կազմես։ Հատկապես այս փուլում, երբ որ գործող աշխարհակարգի փլուզում է տեղի ունենում եւ յուրաքանչյուրը դիրքավորվում է։ Նո, ասենք դիրքավորելը ավելի առարկայական բաց է։ Պետություն կա, որը կորցնում է, պետություն կա, որ այդ մյուսի կորստի հաշվին ինքը շատանում է։ Օրինակ հիմա փաստացի մենք կորցրել ենք։ Փաստացի Սիրիան կորցրել է օրինակ, չէ՞։ Փաստացի Ուկրաինան կորցրել է փաստացի։ Այսինքն երկրներ, որոնք կորցնում են եւ ինչ որ մեկը շահում է, չէ՞։ Որտեւ գնում է մրցակցություն, գնում է պատերազմ։ Հիմա տակ փուլն է, այս турբուլենտ վիճակը վերջին հաշվով երկիր մոլորակերա հիմա ոչ թե հաստատում է կամ արդեն հաստատել է իրավունքի ուժ, այլ ուժի իրավունքը։ Ով ուժը կա, մեծ հաշվով, այդպես է։ Օրինակ 3-4 օրը Ռուսաստան Դաշնությունում ստրատեգիական նշանակության միջուկային մարտագլխիկներով զորավարժություն, բոլոր զորատեսակները, եւ Սուզանավերը, եւ նավերը, եւ գետնի վրա, եւ օթուժը, ի պատասխան ամերիկյան տոմոհավքների։ Տոմոհավքների։ Եվ Ռուսաստան նախագահ ելույթ ունենում բավականին խիստ այդ եզակի դեպքը, որ իր
բառերի մեջ սովորաբար ինքը այդպես ամեն բառ չի որ այդպես բացա թողում, հետո դրա տակից փորձում է դուրս գալ, հա, ինքը ամեն բառ իմաստալից է վերջին հաշվով։ Այդ մարդն էլ այդպեսին է որպես երկրի ղեկավար, բավական խիստ որակումներ տվեց։ Ի պատասխան, եթե այդ հերար հրթիռները ոչ միայն տոմահավքերը, այլ հերար հրթիռները, որը ակնհայտ այդ արտադրող երկրներն են իրենք ուրեմն օգտագործելու, կիրառելու, պատասխանը շատ ավելի խիստ ու կոշտ լինելու։ Եվ դա սկզբունքորեն ես չեմ բացառում, որ դա արեշտիկ 3 տիպի, որ շատ ավելի հզոր է, ֆուգասային ավիառումբեր, որը ասենք 9 տոնանոց ունեն, որը փոքր միջուկային ռումբի պայթյունը առանց ռադիացիայի, դրանել ավելացնենք նաև տակտիկական միջուկային զենքի կիրառում։ Եվ այս իրողության պայմաններում, ասենք հիմա մեր տարածաշրջանը Հայաստանը փորձում է այսպես թվացial խաչմերուկ եւ թվացial չեզոք երկիր։ Այսինքն մենք որից է մեկի հետ չենք պատերազմում, մենք մեզ լավ ենք պահում, մենք խելոք ենք պահում, մենք որից է մեկին չենք ասում դու վատն ես եւ ակնկալում ենք, որ այդպիսի վերաբերմունք լինի մեր հարևաններից։ Մեր հարևանները ասում են սախմախով է։ Օրինակ ինձ հետաքրքիր Ալթայից դուրս եկած թուրքական ցեղերը իրենց հսկայական պետությունը ինչպես կառուցեցին։ Այն երկրների եւ ժողովուրդների վարչակազմերի միջոցով, որոնք մտածում են սենց, այդ թվում նաև Հայաստանը, այդ թվում նաև Հունաստանը, այդ թվում նաև սլավոնական ժողովուրդներ, այդ թվում նաև արաբական աշխարհը, այդ թվում նաև իրանական աշխարհը, այդ պետությունը այդպես կառուցվեց։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկման ժամանակ, երբ որ պաշարել էին օսմանցիները արդեն քաղաքում փոխանակ մտածեին, թե ոնց են օկուպացիային վերջ տալու, պաշտպանվելու, ունիթորների եւ հակաունիթորների պայքար էր գնում այդ ժամանակ։ Այսինքն ներքին երկպարակտություն կար շատ լուրջ։ Եվ արտաքին թշնամու վտանգը համարժեք չէին գնահատում, չէ՞։ Իմաստը դա էր։ Եվ իդեպ խոսեցինք Կոստանդնուպոլսի անկման մասին։ Կոստանդնուպոլսի անկումը ինքնին ամենալուրջ քաղաքակրթական աղետներից մեկն եմ ես դիտարկում, ու թեկուզ մեր պատմության համատեքստում, հա, երբ որ խոսում ենք դրա մասին, որովհետև դրանից սկսեց թուրքական էթնոսի այդ հաղթարշավը, կարելի ասել։ Եվ Կոստանդնուպոլսը անկում ապրեց նույն արևմուտքի լուր հայացքների ներքո, երբ որ վերջին կայսրը Կոստանդինը խնդրագրեր էր ուղարկում արևմտյան երկրներին, որ եկեք վիճակը լավ չի։ Եվ մեկը որևէ դիվիզիա չուղարկեց։ Հիմա այս պատմության խորխորատներում, երբ որ մենք փորձում ենք որոշակի դեպքեր, իրադարձություններ բարձրաձայնել, լուսաբանել, գնահատել, իրականում բուն նպատակը եւ ընդհանրապես մեր այս հաղորդման նպատակը այդ ամեն ինչը փորձել հասկանալ, պրոյեկտել այսօրվա մեր իրողությունների վրա եւ գնահատել արդյոք այս կամ այն քայլը ինչքանով է օգտակար մեր երկրի պետության, պետականության, մեր ժողովրդի համար եւ ինչքանով վնասակար։ Այսինքն նպատակը սա է, հա, մենք փորձելու ենք այդ գնահատականները տալ եւ այսօր գնահատել մեր երկրի հանդեպ ինչ մարտահրավերներ կան նետված բազմաթիվ եւ ինչ գործող սպառնալիքներ, իսկ ակնհայտ գործող սպառնալիքներ եւս կան։ Այդ թվում եւ ռազմական տեսանկյունից, այդ թվում եւ տնտեսական տեսանկյունից, այդ թվում նաեւ արժե համակարգային, այդ թվում նաեւ հավատքի եւ ինքնության պահպանման տեսանկյունից, հա, եւ ինչքանով են, ասենք, պետական ինստիտուտները, որոնք որ կոչված են այդ ամեն ինչը դիմագրավելու, ինչքանով են իրենք դիմագրավում, կամ չէ, իրենք նպաստում են դրանց։ Կամ հիմա գալիս ենք հաջորդին։ Ես իրանք ունեմ այնուամենայնիվ, ինչպես ասում են, փորձել ասել, որ իշխանությունները միգուցե ինչ-որ բաներ փորձում են դիմագրավելու են, բայց հետո, այո, միանգամից ռեակցիան շատ անմիջական էր, իրանք նպաստում են ինչին։ Նպաստում են, որ այդ ոլորտներում մեր ոչ բարեկամ երկրները, որը հիմա ներկայացվում է որպես բարեկամ երկիր, մասնավորապես Ադրբեջանը, ոչ թշնամի, լավ, այսպես ասեմ, չասեմ բարեկամ։ Ադրբեջանը, ասենք, նույն Թուրքիան, նույն Ֆրանսիան, իդեպ,
իրենք ամեն ինչ անելու են, որ մենք կորուստներ չունենանք։ Բալա մենք ինչքան դասեր չքաղենք մեր իսկ գլխի նեկած փորձանքներից հետո տրված կորուստների։ Ինչքան կարելի է հավատալ սին խոստումներին եւ հույսեր այն պետություններին, ովքեր հույսեր են տալիս։ Ինչքան հասկանալ, որ այդ երկրների նավերը մեր լեռները չեն բարձրանալու։ Այսինքն որտեղ է սահմանը, լավ, այսինքն Արցախի կորուստը դաշ չէր, լավ, ավելի հետ գնանք 100 տարի առաջ կամ ու ասենք 110 տարի առաջ մեր հայնիքի մի մասը, ստվար, մեծ մասը բնակչությամբ մենք կորուստ ունեցանք։ Այսինքն մենք այդ իրողություններից դասեր չենք քաղել։ Ընդ որում մեր կորուստները պայմանավորված են առաջին հերթին արևմուտքի կողմից վարվող քաղաքականությամբ, բայց գետնի վրա կիրառական, թե մենք ումն ենք կորցրել կամ ով է մեզանից օտարել կամ խլել, այդ են երկու պետություններ, որը հիմա նույն քաղաքականությունը վարում են հայերիս հետ։ Առաջինը Թուրքիան, հետո Ադրբեջանը։ Այսինքն հիմա մենք 100 տարի առաջվա դեպքերին մենք չենք անդրադառնում կամ անդրադառնում ենք սխալ գնահատականներով, ասելով, որ մեղավորը, օրինակ, աբսուրդի հասնող բան։ Ցեղասպանության մեղավորը պարզում է, որ ցարական Ռուսաստանն է։ Ասենք, սրա վերաբերյալ ամենաբարձր ամբիոնից երկրի վարչապետի պարտականություն կատարող անձը բարձրաձայնում է։ Կամ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դա Մոսկվայի օրակարգ է։ Մեր այդ որից կապ աղերս եւ այլ չունի։ Հրեա ժողովուրդը, որը 48-ին մակամտանքության խորհրդով իրավունք ունեցավ պետություն ստեղծել, առ այսօր երկրորդ համաշխարհային ժամանակ տեղի ունեցած այդ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը որպես դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, քարոզչական հաղթաթուղթ է օգտագործում միշտ։ Հիմա այն ինչ որ մեզ մոտ կա, նաև հիմա երբ որ հոկտեմբերի 7-ի գործողությունը տեղ ունեցավ, հрьяաները հիշեցին հոլոկոստը եւ դա որպես այսպես ասած խաղակարդ օգտագործելով սկսեցին կոտորել պաղեստինցիներին։ Եվ ամսի 8-ին պատերազմ նախայտարարեցին Համասին։ Իդեպ դա 2 տարի առաջ հոկտեմբերի 7-ի հայտնի դեպքեր եւ հոկտեմբերի 8-ին այո պատերազմ հայտարարվեց Համաս եւ դրա մասին բարձրաձայնեց պաշտպանության նախարարը, որը անգամ ներողություն այս ընդհատման համար Եգիպտոսում ձեռք բերված վերջերս պայմանավորվածությունը Իսրայելը նորից խախտում է։ Հիմա շատ տեղին օրինակ բերեցիր, այսինքն պայմանավորվածությունները թղթի վրա չեն գործում։ Կարող է գործեն, բայց կարող է չգործեն։ Օրինակ 1945 թվականի Պոզդամի կոնֆերանսով պետությունների պայմանավորվածությունները գործեցին մինչև հիմնականում 1991 թիվ գործեցին, չէ՞։ Ինչը Բևեռնից մեկը թուլացավ, այո, փլուզվեց, այսինքն ստորագրեց ինչ որ մի փաստաթուղթ, ստորագրումից ամիջապես հետո, մեկ ամիս հետո հայտնի Չերչիլի հայտնի ելույթն է, հա, ոնց որ թե Խորհրդային միությանը չհայտարարված պատերազմով Ֆուլտոնյան ճառը, հայտնի ճառն է, այո, որը մեծ հաշվով ավարտեց 91 թվականին։ Հիմա այս օրինակը լավ բերեցիք, որտեվ հոկտեմբերի 10-ին Շարմ էլ-Շեյխում 20 պետությունների ղեկավարների ներկայությամբ 4 պետության երաշխավորությամբ Միացյալ Նահանգներ, Եգիպտոս, Թուրքիա եւ Կատար այս պատուհասնել էր այդտեղ որպես դեկորացիա։ Դե հիմա մենք լուրջ բաներից ենք խոսում, թողենք իրեն։ Եվ երկու միավորների միջև հրադադարի ռեժիմի հաստատման պայմանագիր են կնքում, հետագա այդ հրադադարի ռեժիմը խաղաղության հաստատումով, տարածքների վերականգնումով, պետության ստեղծումով, երաշխիքներով, առանց Իսրայելի եւ Համասի ներկայացուցիչների ամսի 10-ին ստորագրվում է հոկտեմբերի այս ամիս, 13-ին մտնում է ուժի մեջ, ամսի 19-ին Իսրայելը ստանում է այն 20 գերեվարված Իսրայելի քաղաքացիներին, որոնց մեջ նաև զինվորականներ կային, տալիս է այդ մոտ 2000 իր կողմից բանտարկված, ձերբակալված պաղեստինցիների, որից հետո ամսի 18 լույս 19-ի գիշերը 120 ավիառումբ է օգտագործում հզոր Գազայի հատվածի վրա,
այդ պայթյունների գումարային առումով, եթե նայում ես, դա միջուկային զենքի օգտագործումը ուղղակի առանց ռադիացիայի։ Այսինքն հիմա այստեղից Իսրայելը չի լուծել իր ռազմավարական խնդիրը։ Այսինքն այստեղից հետեւյալը, առ երևույթ Միացյալ Նահանգների առաջնորդությամբ ստորագրած մի փաստաթուղթ, որը Իսրայելին կապիտուլյացիա էր տանում, իրականում այն պայմանները, որ դրվում էր, եթե դրանք կյանքի կոչվեն, սկզբունքորեն Իսրայելը պիտի կապիտուլացվեր։ Բայց Իսրայելի այսպես ասած կապիտուլյացիան տևեց այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չէր ստացել այդ 20 անձին։ 48 անձին, եթե չեմ սխալվում, 28-ը զոհվել են, ինչ որ փլատակների տակ, դրանց դիակները դեռ պիտի գտնեն։ Եվ արդյունքում եղավ այնինչ եղավ, այսինքն 6 օր տևեց այդ հրադադարի ռեժիմը։ Օրինակ ինձ հետաքրքիր է, ասենք երբ որ Հայաստանի օրվա վարչակազմը կամ խունտայի պարագլուխը առատից երեկո այս հրադադարի ռեժիմի մասին է խոսում, որ հիմա պատերազմ չկա, տարուկես չեն կրակում եւ այլն, հեսա խաղաղության պայմանագիր է ստորագրվել, թեև Ալիևը բազմաթիվ պահանջներ ունի, չեն կրակելու։ Չէ, նախ պահանջներ ունի Ալիևը, որը պարտավոր է Հայաստանի Փաշինյան Նիկոլի Հայաստանը իր ղեկավարությամբ, հա, ինքը պարտավոր է կատարել, որտեղ չէ կատարում Ալիևի կողմից անհրաժեշտ բան կարող է ռազմական գործողությունների նաև պատճառ եւ պատրվակ չէ դառնալ։ Թշնամական պետության ղեկավարը հենց օգոստոսի 8-ի այդ չարաբաստիկ ստորագրությունից հետո հայտարարեց, որ Հայաստան տնային աշխատանք ունի անելու։ Այսինքն իր պահանջները կատարելու, այո։ Հիմա Հայաստանը օրվա իշխանությունները, ասենք դա անելու ժամանակ ինքը խնդիրներ, իր իշխանությունը այստեղ ներսում խնդիրներ կունենա։ Եվ այդ խնդիրներ առաջացնող եկեղեցին է։ Այ հիմա ինչու, հիմա մենք գալիս ենք, ինչու եկեղեցին, որտեղ ինքը կառույց է։ Կուսակցությունները եւս կառույց են, բայց կուսակցությունների ցանցային կառույց լինելու, հա, արտերկրում տարածված լինելու, հեղինակություն, ներկայացված լինելու լավագույններով, որից կուսակցությունը այդ կշիռը չունի։ Որպես կառույց, եկեղեցին ինքը կառույց է։ Պատմական տեսանկյունից, հա, եկեղեցին 1700-ամյա գրեթե ինստիտուցիոնալ չընդհատվող ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող կառույց է իր թևերով եւ այլն։ Եվ իդեպ մի դիտարկում իրականացնեմ, երբ որ սկսվեց ամռանը եկեղեցու նկատմամբ արշավի առաջի փուլը, դրան նախորդել էր Կովկասի մահմեդականների այդ առաջնորդ Փաշազադայի քարոզչական հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա, որից հետո կառավարության նիստում պատուասը հայտարարեց, որ եկեղեցիները իբրև թե չուլաների են վերածվել եւ սկսվեց այս գործընթացը։ Հիմա այս երկրորդ արարը նորից ըստ էության սկսվեց Փաշազադայի հարձակումից, երբ որ նա Մակոմ Գուտիերեշին հանդիպելուց բողոքել էր հայ առաքելական եկեղեցուց, անվանելով իբրև թե ռևանշիստ, իբրև թե այսպես կոչված խաղաղությանը խոչընդոտող կառույց, եւ նորից մենք տեսնում ենք Փաշազադայի այդ ակտիվությունից հետո ըստ էության նոր հանձնարարական եւ արդեն շատ ավելի լայնածավալ գրող հայ առաքելական եկեղեցու նկատմամբ Փաշինյանի կողմից եւ ինչնի պատասխան այս բռնաճնշումներին ըստ էության Մայրաթորը կարգալույծ արեց այդ տխրարչակ հանձնարարությանը Ստեփան Ասատրյանին, որն էլ իր հերթին հայտարարեց, որ պետք է Հովանավանքում պատարակ մատուցի, պատուասն էլ հայտարարեց, որ մասնակցելու այդ պատարակին։ Սա արդյոք այդ պատարակը ըստ քեզ այն հավակնա, որի մասին պատուասը խոսում էր ամիսներ առաջ։ Ուրեմն ասեմ, նախ եկեղեցու հետ կապված եկեղեցին ինքը թիրախ է, ուրեմն երկու շագրգիռ միավորների, այսպես ասեմ, հիմա կբացեմ ինչ ասել եմ։ Ուրեմն առաջինը Թուրքիա-Ադրբեջան։ Իրենց համար թիրախ է, որտեվ եկեղեցու հոգևոր առաջնորդը, նույն մասնապես հունիս ամսին
Շվեյցարիայի Բեռն քաղաքում հայտնի ելույթ ունեցավ, որը Արցախի մասին ինքը քաղաքական ելույթ էր, օրինակ իշխանությունները ասում են եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։ Իհարկե եկեղեցին, քանի որ ազգային ինստիտուտ է, ասենք եկեղեցին իրանք ունի կեցված դրսևորել, մասնապես օրինակ Փաշինյանը փորձում էր Հայաստանում LGBT անձանց իրավունքների պաշտպանության համար ընդունել միջազգային մի կոնվենցիա, այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիան, կամ այլ կոնվենցիաներ, որոնք դրանցից մեկին էլ իր պաշտպանության տակ էր վերցրել։ Հիմա եկեղեցին իրավունք ունի կեցված դրսևորել։ Հիմա պետական քաղաքականություն է, որ դի ընդունվի նման կոնվենցիա։ Եկեղեցին կեցված կդրսևորի, ասում է ոչ։ Հռոմի նախկին պապը Գազայի հատվածում տեղի ունեցող այդ դեպքերը որակեց որպես ցեղասպանություն։ Ըստ ինքը քաղաքական գնահատական չտվեց։ Հիմա Հռոմի պապին զբաղվում է քաղաքականությամբ։ Ուրեմն իշխանությունները կեղծում են այստեղ, այո, եկեղեցին իրավունք ունի իր գործառույթների տրամաբանության մեջ, որտեղ ազգային ինքնության, հոգևոր մշակութային արժեքների պաշտպանության, որի վերաբերյալ վեհապար Հայրապետը Բեռնում խոսեց, իրավունք ունի, իհարկե իրավունք ունի, մեր հայրենակիցների վերադարձի հետ կապված, իհարկե իրավունք ունի խոսելու, Թուրքիայի մասնակցության հետ կապված, իհարկե իրավունք ունի խոսելու։ Այսինքն քաղաքական այդ գնահատականները իրավունք ունեն տալ։ Այլ բան է, որ եկեղեցին իրավունք չունի հավակնել դառնալ իշխանություն։ Այսինքն տարանջատում ենք, եկեղեցին երբեք չի դրսևորել մի կեցված, որով ինքը փորձում է Հայաստանում քաղաքական իշխանություն վերցնել։ Կամ թեոկրատիա հաստատել։ Այո, այսինքն իշխանությունների այդ փաստարկը, որ իբր եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, որ տեսեք, մենք էլ դրա համար այսպես կեցված կեվել են, սա քննադատությանը չի, հա, ուրեմն ենթարկում եւ վեհապար Հայրապետը եւ Մայրաթորը եւ եկեղեցին կարող են դրսևորել, բայց այն ինչ որ Փաշինյանն ասում էր, իրականում եկեղեցին, որը Սփյուռքի գոյատևման նաեւ անկյունակարն է, շատ կարեւոր, հա, Սփյուռքը պայելու երկու ինստիտուտ կա, մեկը Սփյուռքի նախարարությունը որպես պետական ինստիտուտ, որը 18-ին Փաշինյանը լուծարեց, իդեպ ոչ պատական։ Մյուսը եկեղեցին է, սփռված աշխարհով մեկ հայության, հայապահպանության գործը պահելու։ Բայց այդ Սփյուռքի համայնքների մեծ մասը ցեղասպանության հետևանքով է առաջացել։ Այսինքն ժառանգները, այո, ժառանգները իրենք պահանջատեր են Թուրքիայից։ Հիմա պատկացեք Սփյուռք չկա։ Այդ պահանջատեր չկա։ Բայց այս Սփյուռքի համակարգ չկա պահանջատիրության։ Ես եմ ասում, Սփյուռքի գաղթողջատների գոյությունը պայմանավորված է եկեղեցով։ Հիմա եթե եկեղեցին թույլ է կամ չկա, վերանում է Սփյուռքը սկզբունքորեն որպես կառույց, հավաքական կառույց, որը կարա նաև այդ երկրների կառավարություններում լոբինգ արնի իրենց պահանջներին, ինչպես ասենք Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում եւ այլն, ցեղասպանության հետ կապված։ Հիմա եթե չկա Սփյուռք, չկան այդ գաղթողջատները, չկա պահանջատերը, Թուրքիայում շատ լավ վիճակ է։ Այսինքն Թուրքիան այստեղ շահագրգիռ է, որ Սփյուռք եկեղեցի չլինի, որտեղ եկեղեցի չգոյությունը պայմանավորվում է նաև Սփյուռքի չգոյությամբ։ Ավելին ասեմ հիմա, ինչով է պետք եկեղեցին թիրախավորվի Ադրբեջանի համար։ Իրականում եկեղեցու չգոյությունը հարված է մեր պետականությանը, ուղղակիորեն հարված է։ Եվ պատական չի, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահը հայտնի Փաշազադեն մեր տարածաշրջանը եւ Երևանը որպես առանցին թեմա Երևանի Ղազիաթան է դիտարկում։ Այսինքն թեմ որպես հիմա, այսինքն մեր պետության չգոյությունը կամ թուլացումը, որը պայմանավորված է եկեղեցուն, ձեռք է տալիս Ադրբեջանին։ Այսինքն ես գոնե ասեցի այդ երկու միավորը ինչով են իրանք շահագրգիռ, որ մեր եկեղեցին կամ չլինի կամ թույլ լինի։ Բայց կա նաև երկրորդ սուբյեկտ, ես ասի, չէ, երկու ուրեմն այսպես միավոր կա։ Երկրորդ միավորը այսօր աշխարհում հետաքրքիր զարգացումներ են գնում, ուրեմն բոլոր իզմերը այլևս մեռած են։ Քանի որ պետությունները կազմավորվում են այդ իզմերի գաղափարական եւ արժեհամակարգային հենքի վրա, օրինակ կարող ենք ասել ֆաշիզմ, նացիզմ, կոմունիզմ, սոցիալիզմ, վերջին լիբերալիզմ։ Հիմա քանի որ այդ իզմերով այլևս չկան պետություններ եւ լիբերալիզմը իր մայրամուտն է ինտենսիվ ապրում, վստահաբար, հա, բա ժողովուրդների արժեհամակարգ, լավ ու վատի, չար ու բարի ընկալումները, կյանքի իմաստը, պետության տեսլական ինչի վրա է հիմնվում։
Բազմա դառնում դեպի քրիստոնեություն, շատ ճիշտ է, իհարկե։ Եվ պատական չի, որ ասենք ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ քրիստոնեությունը նաև ըստ էության կարանք դիտարկենք, որը որ քրիստոնեությունը որպես կրոն ինքը նաև քաղաքական գաղափարախոսություն է, դասական առումով։ Չէ, որտեվ ժողովրդի կրթական համակարգի դասիրակության մշակույթի մեջ լավ ու վատի չար ու բարի ընկալումներ պետք լինի։ Ինչա կարելի, ինչ չի կարելի։ Դա տալիս է քրիստոնեությունը։ Եթե մինչ այդ իմ նշած իզմերն էին տալիս, այդ իզմերի վրա էր չէ հենվում։ Հիմա չկան այդ իզմերով վերջինը լիբերալիզմն է, որը արդեն իր մայրամուտն է ապրում։ Հիմա գալիս է քրիստոնեությունը, ասենք քրիստոնյա աշխարհի պետությունների մասն է խոսքը։ Հələ իսլամի մասին չեմ խոսում, որտեւ նույն այսպես փոփոխությունը իսլամում է, առաջներտին շիա մահմեդական եւ առաջներտին իրան։ Հիմա քրիստոնյա աշխարհի վերջերս մի տեսանյութ եղավ, այդպես կես կատակ, կես լուրջ, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Տրամփի վերաբերյալ տեսահոլովակ էր, որտեղ ինքը իր գլխին դնում էր թագը եւ հանում էր սուրը։ Թագը ոչ թե որ ինքը լինելով ԱՄՆ-ի նախագահ թագավոր է իրան զգու, այլ թագը, որը թագավորության սիմվոլն է, իսկ թագավորը բոլոր ժամանակներում օծյալ է։ Այսինքն քրիստոնեության օծյալ նշանակում է Աստծո ներկայություն։ Աստծո ներկայություն նշանակում է եկեղեցի։ Արժեքներ նշանակում է արժե համակարգ եւ այդ ամենը հիմնվում է քրիստոնեության, նայած քրիստոնեության որ ճյուղն է, այսպես ասենք, հա, ԱՄՆ-ում հիմնականում բողոքական, հա, ճյուղն է։ Ինչ եմ ուզում ասել, որ ԱՄՆ-ի նախագահը եւ իր էլիտան գաղափարական հենքը, քանի որ պիտի ոչնչացվի այդ լիբերալիզմ վերջին իզմը, տեղը դնում են քրիստոնեությունը եւ ահավասիկ այդ թագը իր գլխին դնել այդ տեսանյութով, դա օծյալի թագավոր, որը օծյալ է եղել, որտեղ բոլոր ժամանակներում թագավորները քրիստոնյա աշխարհում օծյալ են եղել, ճիշտ է։ Հիմա գալիս ենք Միացյալ Նահանգները քրիստոնեության հենքի վրա։ Էլ ովքեր են որպես կառավարման ինստիտուտ առաջնահերթ դիրքերում դնում քրիստոնեությունը։ Երեք մի շատ կարելի ասել սենսացիոն հանդիպում ա եղել։ Ոչ ավել, ոչ պակաս Բրիտանիայի անգլիկան եկեղեցու գլուխ հանդիսացող Չարլզ նախկին արքայազն Չարլզը, որ Կարլ III-ն է, ինքը արդեն արքա է։ Արքան հանդիպել է ուրեմն բանի հետ, Հռոմի պապի հետ։ Միասին աղոթք է 500 տարվա ուրեմն պատմական հերավորությունից 500 տարի չէին շփվել 500 տարի այն ժամանակ խուցերորդը հայտարարեց որ ինքը անգլիկան եկեղեցյան եւ ինքը եկեղեցու գլուխ է եւ ինքը եկեղեցու գլուխ է այսինքն աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների գլուխն է ինքը այդ ժամանակ 500 տարի անջատում այսպես ասած ինչու որտեղ Բրիտանիան կաթոլիկ աշխարհի իշխանությունից հոգեվոր ինքը իրեն անջատ պահեց որտեղ դա լծակ էր չէ այդ պետության վրա հավասիկ հիմա 500 տարի անցել է երեք կարելի ասել երկիր մոլորակի պատմության ապագա ուրեմն գործընթացների մեջ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել հանդիպում համատեղ աղոթք եւ այդ համատեղ աղոթք որտեղ հետո նույն թագավոր Կարլ III-ը աթորա ունենում որտեղ ինքը այսինքն նստավայր է ունենում եւ երկու եկեղեցիները իրար հետ արդեն համագործակցող են եւ ոչ թե հակառակորդ կամ թշնամի այստեղից հետեւություն համագործակցությունում դեմ այ ճիշտ է շատ եթե միավորվում են նման հզոր ուժեր ում դեմ իհարկե ուղղափառ քրիստոնյա աշխարհի եւ այդ ուղղափառ քրիստոնյա աշխարհի դեմ արդեն կռիվը գնում էր ուղղակի հիմա դե ֆակտո Բրիտանիան եւ ուրեմն կաթոլիկ եկեղեցին եւ մի քիչ ավելի հեռու Միացյալ Նահանգները իր բողոքական եկեղեցու արդեն դաշինք են կազմել այո ուղղափառ աշխարհի եւ ուղղափառ աշխարհի ինստիտուտների որոնցից մեկը հանձնանում է մեր եկեղեցին այսինքն ես դիտարկում ենք հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշում է նաեւ այդ համատեքստում ես կարծում եմ առաջին հերթին այսինքն այդ ոչ ուղղափառ աշխարհը քրիստոնյա աշխարհը որ հիմա ուղղափառ աշխարհի հետ բնականաբար պատերազմի մեջ է մտնում արդեն բացահայտ կերպով ինքը պատերազմելու է ուղղափառ աշխարհի բոլոր սյուների հետ այդ թվում նաև մեր եկեղեցու սա այդեն միավորն է ես ասի երկու միավոր երկրորդ միավորը դա Ադրբեջան-Թուրքիան իրենց ազգային պետական շահեր այստեղ կրոնի դերը չի հա իսկ պատկերացեք եթե պատահական էր Փաշինյանի այցը Վատիկան իհարկե ոչ
վստահաբար ոչ, որտեվ իր եկեղեցու դեմ այս վայրահաճությունները, վեհապար հայրապետի այդ կարգալուց քահանայի եւ այլն, այս ամերիչը տեղի ունեցավ Վատիկանում գնալուց եւ հետ վերադառնալուց հետո։ Իհարկե պատահես նման պատահականություններ չի լինում։ Ես առավել քան համոզված ասեմ, որ ուրեմն մեր եկեղեցին մի քանի սցենարներ կա ինչպես թույլատնել։ Առաջին վեհապար հայրապետին ինչքան էլ ստիպեն հրաժարական տա, վեհապար հայրապետ նախ դա իրավունքը չունի, որտեղ ինքը օցիալ է։ Ֆիզիկապես անգամ եթե տկար լինի, պատկերացրեք, հա, ունակ չլինի իր պարտականությունները կատարել, միևնույն է օցիալ եւ կաթողիկոս ինքն է մնում։ Տեղապահը կարող է իր գործառույթները այդպիսի կատարել, այդպիսի մենք դեպք ունեցանք Պոլսո հայոց պատրիարքը վատառողջ չէ իր պարտականություն կատարում, բայց պատրիարքը ինքն էր տեղապահն էր գործեր անում, հա, աշխատանքային, կառավարչական։ Հիմա վեհապարը չի տալիս, վեհապարին որտեղ էլ ձերբակալ ինչ էլ անի, վեհապարը մնում, կապ չունի։ Ապօրինություն արեց, դե 3 սրբազան ձերբակալն է, հիմա վեհապարը ձերբակալ է, ասենք։ Դիմադրություն կլինի, բախում կլինի, վայրը դառնում է վեհարը։ Դու ասենք, հա, հիմա տեսականություն, ես ավելի շուտ այդ տեսանկյունից չեմ ուզում գնահատենք այսպես։ Վեհապար հայրապետ անազատության մեջ է, որ դիմադրություն լինելու է քրիստոնյաները, եկեղեցու հավատալու զավակները, բայց դիմադրելու են, բայց եթե դա ուժով է արվելու, բախում է լինելու, շատեն ձերբակալելու են, արյունաթափվելու, բայց վերջնարդյունքում պետական կառավարման համակարգի դեմ ոստիկանական մահակի կարող ես հաղթել, եթե քո ձեռը եւս մահակ կա, ընդ որում չափաբաժին հոտապես մրցակցային։ Բարձր եմ ասում։ Եթե ոչ ինքը հաղթելու է։ Հիմա տեսականորեն նայենք վեհապար հայրապետին անազատության մեջ, բայց վեհապար հայրապետը ինքը իր տերերը, ես արդեն գիտեմ պատվիրատուն այստեղ ոչ թե Ադրբեջան Թուրքիան է, այլ այն մյուս օղակը, որի մասին նոր խոսեցի, ոչ ուղղափառ աշխարհը, պատվիրատուն է, պատիկան չէր, Վատիկանից եկավ եւ այդ գործը սկսեց անել։ Ուրեմն այստեղ պիտի ստեղծի այլընտրանքային եկեղեցի, ասենք Հայաստանի եկեղեցի, կամ առաքելական է կդնի, Հայաստանի առաքելական եկեղեցի։ Կարծես թե այդ վտանգավոր, խիստ վտանգավոր ծրագրի սերմերը դրվում են արդեն։ Եվ ովքեր են այդ եկեղեցին ինքը Կարգալույց Ստեփան Ասատրյանի ընդվզումով։ Հիմա պատկացեք այս 26 տարի վեհապար հայրապետը այդ որպես մեր եկեղեցու հոգևոր առաջնորդն է։ Այդ ընթացքում մի քանի տասնյակ ամուսնացյալ քահանաներ եւ կուսակրոններ կարգալույց են եղել։ Հիմա այդ մարդկանց ես կարծում եմ սցենար ինչ անելու։ Երբ որ խոսեց վանական համալիրների այդ ճուլանների մասին եւ տարածքներ, որոնք պետական պահպանության տարածք են, որ իրենք պիտի նայեն, բայց չեն նայել պետությունը, հա, այդ տարածքների վրա փորձելու են ստեղծել ինչ որ եկեղեցիներ, վերանորոգեն արագի մեջ, նրանք որ պետությանն են, բայց եկեղեցին վերցել է, նայել է, ստեղծել է, արդեն գործող եկեղեցին, դա խլելու է, այս կարգալույց քահանաների կամ սրբազաններին վերականգնելու է, ինքն է վերականգնելու, ուրեմն իրենց հոգևորական կարգավիճակը, տիտղոսը, նրանց ուղարկելու է փաստացի այդ եկեղեցիները, որոնք պիտի իրականացնեն ծիսակարգ եւ դառնան Հայաստանի, ասենք, առաքելական եկեղեցու հոգևորականներ, այսինքն այլընտրանքային երկրորդ եկեղեցին է սարքում, բարձր եմ ասում, որով փորձելու այդ ընթացքում գործող եկեղեցու հոգևորականների վրա այս կամ այն ձևով ճնշումներ, գայթակղություններ իրականացնելով փորձել ինչ որ մարդկանց տանել այդ կարգալույսներին կպցնել, որ ասի միայն կարգալույսները չեն։ Տեսեք, հա գործողները եւս գնացել են, միացել են տեղ։ Այսինքն սրանով ինքը եկեղեցին փաստացի թույլատնում է եւ մասնատում է։ Շինությունները վերցնում է, փորձելու է գործող հոգևորականներին ինչ որ ձևով փոքրաթիվ բնականաբար տեղափոխել այնտեղ եւ մի ամուսնացյալ կարգալույց քահանայի ենթադրենք կարող է կարգի բան կաթողիկոս կամ տեղապահ, քանի դեռ կաթողիկոսը չկա, ինքը ասում է, չէ, ամուսնացյալ քահանան կլինի տեղապահ։ Այս Արամ կոչվածը, որի անունը Արամ, Տեր Արամ, տվել է ով վեհապար հայրապետը։ Օծությունը, որը արվել է որպես քահանա, տրվել է վեհապար հայրապետը։ Հիմա այս անաղված քրդիշունը հիմա վեհապարին ասում է, չէ, ինքը կարգալույց եղած է։ Բայց հիմա ասես այ ուռոդ, եթե ինքը կարգալույց եղած է, բայց ժամանակ խի չէր ասում, կարգալույցի օրհնություն են վերցնում, անուն են վերցնում,
Այդ քիչ է, հələ դու պատկերացրու վեհապարի նվիրվածության չափը։ Օրինակ մեկը մեկի համար կյանք տա։ Դա քրիստոնեության մեջ ամենամեծ նվիրումն է եղբորը։ Երբ որ կյանք ես տալիս եղբորդ, ասում ես սիրիր եղբորդ քո անձի պես։ Հիմա ինքը պարզում է, պահ է եղել, որտեղ սիրել է իր եղբորը, իդեմս վեհապար հայրապետը իր անձի պես։ Երբ որ ասել է վեհապար հայրապետ, ես կարող եմ լինել ձեր թիկնապահը։ Այսինքն թիկնապահը ինչ է, թիկնապահը վտանգի ժամանակ իր կյանքն է, վտանգում, չէ՞։ Կյանքը վտանգում է պաշտպանելով մեկին։ Այսինքն, այս նորից եմ ասում, անաղած քրդիշունը ժամանակին վեհապարի կյանքը փրկող, պահպանող անձը, որ նման առաջարկ արե։ Վեհապարից օծություն եւ անուն հոգեվորականի քանայի անուն ստացածը, ասում եմ, կարգալուց էր էլի ինքը, կարգալուծը ո՞ս կարա կարգալուծին։ Մի խեղկատակել հարբեցող ծաղրացում նույն բանը կրկնում է։ Այսինքն հիմա ինչ եմ ուզում ասել, այս մարդիկ իդեպ խոսքով եւ ժեստիկուլյացիայով էլ անգամ հարբեցող ծաղրացուին լավն են ընդօրինակում է։ Ես ասեմ ձեզ, օրինակ մտածում եմ, անձ, որը ժամանակին իր ծառայության ժամանակ վեհապար հայրապետի նկատմամբ նման կեցվածք ուներ, ընդունենք անկեղծ է եղել, ընդունենք։ Դու պատկերացնում եք սրա վրա հիմա ինչ կոմպրոմատ կա, որովհետեւ 180 աշան վեհապար հայրապետին կարգալուց ասում։ Եթե ժամանակին իր կյանքն էր պատրաստ տալ վեհապար հայրապետի մարմինը պաշտպանելու, հիմա տրամագծոյն հակառակ, դու պատկերացնում եք ինչ կոմպրոմատ։ Ասենք օրինակ ես կարամ ենթադրեմ այդ կոմպրոմատը իր համար այս Ստյոպիկ Ասատրյան, հա, նախկին Տեր Արամի։ Այդ կոմպրոմատը իր համար մահացու է։ Օրինակ կարող է իրան քարկոծեն ու սատկացնեն։ Կարամ ենթադրեմ, որ ասենք չգիտեմ, շնացող կանայք երկար ժամանակ տարիներ շարունակ թուղս են նստել իր բերնին։ Կամ, ասենք ավելի խիստ բան ասեմ, ինքը զբաղվել է մանկապղծությամբ։ Կամ ինքը արվամոլ է։ Եվ այդ են կոմպրոմատն է, որը իր համար կարող է եւ իր ընտանիքի համար կյանք արժանա, ֆիզիկապես, ուղղակի կարող է իրան սատկացնել։ Որտեղ չի կարող անտրամաբանական է վեհապարի համար կյանք տվող անձը, իսկ այդպիսիները շատ եզակ են, մարդը ասել է, եւ ինքը չէր հերքե, երբ որ դրա մասին տարածեցին։ Այն 18 թվականի հայտնի գնդեվանքի դեպքերի ժամանակ մարդը, որը վեհապարի պատրաստ է կյանքով պաշտպանել վեհապարի մարմինը, վեհապարի կյանքը։ Այսօր ասում է բաներ, որտեղ հոգևոր դաշտից մի հոգի ասում։ Մեկ էլ մի երկու հիվանդ նախքին կարգալուց ուրեմն քահանաներ, մի երկուսը կան հիվանդ են, հոգեկան են, այսինքն դրանց արտաքին տեսքին որ նայում ես, իրոք հոգեկան են։ Մի հատ նախքին կար Տեր Սահակ եւ այլն, էլի։ Հիմա ես սա որպես փորձագետ վերլուծաբան ես գնահատում եմ։ Այս Ստյոպիկ Ասատրյանի կեցվածքը տրամագծոյն հակառակ խոսում է լուրջ կոմպրոմատի մասին, իրա վրան։ Ընդ որում այդ կոմպրոմատը իրա ոչ միայն անունը, հեղինակությունը վարկաբեկելն է, այլև իր համար կարող է կյանք արժանա։ Իսկ կյանք արժանա միայն այլասերված այլանդակ, ուրեմն արարքի համար, որը տեսա նկարահանվել է, որի կոմպրոմատը կա եւ ղազագիր աստորագրե պարտավորվելով անել այն ինչ որ իր կուրատորը կասի։ Ուրիշ տարբերակ 3-րդ, 4-րդ, 5-րդ, որ ասենք հոգեկան հիվանդ, այդպես բան չկա։ Չկա, այդ դնում ենք այն կողմ։ Որ իրան փող են տվել, ասել են դու բանը էլի, այտենց վեհապարի եկեղեցու դեմ խոսա, ասենք $1 միլիոն կունես, բացառվում է այդի։ Շարքային մարդը կարող անել, բայց հոգևոր կրթություն ստացած, քահանա ծառայած մարդը համարը հավանականությունը 0 է, որ ինքը $1 միլիոն դուրս գալ, ասենք, sense բան աներ։ Սա միայն վախն է իր մոտիվացիան նման կեցված դրսևորելու։ Դա վախն է, իսկ վախը կոմպրոմատն է։ Կոմպրոմատը ես առավել քան համոզված ասեմ, այնա ինչի մասին ես տարբերակներ թվարկեցի, որը որ կա։ Եվ այս ասածս ես ընդհանրապես շատ հակիրճ մեր համախոհներից մեկը ես տարբեր տեղեր նույն ընթերցում, որտեղ շատ դիպուկ ու եւ իրական է մեր այս դեպքի եւ իրողության վերաբերյալ Աստծո խոսքով 5 կտակարանով եւ նորով ոնց է գնահատվում։ Այս մարդիկ մտածում են, բանա, Աստված իրանք անհավատ են, որտեվ եթե դու վստահաբար գիտես, որ կա Աստված, որը իր օրենքներով կարող է քո եւ քո սերունդների հանդեպ այդ արարքների համար բականի խիստ կեցված դրսևորի, ասենք վրեժ խնդիր լինի։ Իդեպ մարդը իրանք չունի վրեժ լուծել, վրեժը Աստծուն է իդեպ, Աստված կարա է վրեժ խնդիր լինի։ Հիմա
իրեն քանի որ այսպես անլուրջ ձևով կարգալուծը չի կարող կարգալուծ անել եւ այլն ինքնախապեյությամբ, հա, ասենք մի աղանդավոր, սա աղանդավորի կեցվածքա, ոնց որ Նիկոլ իր բնույթով աղանդավոր եւ եկեղեցին ուզում է աղանդավորական մեր կառավարման մոդելի մեջ մտցնել, որ ժողովուրդն անդրում քահանային սրբազանի եւ այլն, եւ աղանդավորա այս Ստյոպիկ բանը, Ասատրյանը։ Եվ ինչ է ասում, ես հիմա անպայման ուզում եմ ընթերցել այս մեր համախոհներից մեկը շատ դիպուկ տեղին մեջ բերում արել։ Աստվածաշունչ մատյանում բազմիցս հիշատակվում է Նաբաթյան Հերոբովամ անով մի թագավոր, ով սարսափելի մեղքեր գործեց Աստծո առջև, դրանցով պղծելով իրեն, իր ընտանիքի անդամներին ու ժողովրդին։ Նա քահանայական իշխանության իրավունք չունեցող անձանց կարգեց քահանաներ։ Նույնը չի զուգահեռական, որոնք խունկ էին ծխում ու զոհաբերություններ էին կատարում։ Այդ սրբապղծությունը Աստծո ցասումը առաջացրեց, ինչի հետևանքով Հերոբովամի տունը կորավ եւ բնաջույն եղավ երկրի երեսից։ Ինչպես հիմա ասում է Բաասան հենց որ թագավոր դարձավ, իրանից հետո թագավորը Բաասանն է հрьяաներ դառնում, ջարդեց Հերոբովամի բոլոր տունը, բնավ մի շնչավոր չթողեց Հերոբովամի համար, մինչև որ նրան բնաջին ջարեց Տիրոջ խոսքի համբատ։ 3 թագավորած 12-31, 13-33-ից 34, 15-ից 29։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ 5 կտականի դեպքերը մեզ տրված են որպես օրինակ եւ խրատ մեր կյանքի նմանատիպ դեպքերը ճիշտ գնահատելու եւ որ Տիրոջ հաջող ընթացքով ապրելու համար։ Սա էլ գրված է 1 Կորինթացիների 16 եւ 11։ Մեր օրերում Հերոբովամի մեղքով պղծվածներ եւս կան, կարգալուց արված նախկին Տեր Արամը վկա, որոնք նզովքի ու անեծքի մեջ են ներքաշում ոչ միայն իրենց, այլև այլոց։ Նրանց ու նրանց չար օրինակին հետևողներին եւս անկասկած սպասում են վերոնշյալ պատուհասները, եթե ետ չդառնան իրենց չար ճանապարհից, քանի որ Հիսուս Քրիստոս նույնն է երեք այսօր եւ հավիտյանս ամեն։ Սա Աստծո խոսքով։ Փաշտյանը սիրում է, չէ՞, իրեն քանքը իր բնույթով բանա, անհավատ նյութապաշտնենք եւ այնքան բաներ կա, բայց այդ ամեն ինչը հո ինքը չի կարա ասի ես եմ։ Ինքը ցույց տա լրիվ հակառակ, այդ տիպիկ աղանդավորի կեցվածք է, այլ ինքը նվիրյալ, հավատավոր, բայց իրականություն շնությունների, մեղքերի, քարոզչության, ահա որ թաղված այդ ամեն ինչի մեջ, ամեն ինչի մեջ։ Ավելին ասում են եկեղեցու հավատավոր զավակն է։ Չկատարելով եկեղեցուն մեր 7 խորհուրդներից 5-ը, որը վերաբերում են աշխարհին, ոչ մեկը չի կատարում։ Ոչ մկրտության եւ դրոշմի, ոչ ապաշխարության եւ հաղորդության, ոչ էլ պսակի խորհուրդը։ Դու ինչ եկեղեցու հավատավոր զավակ, այ հարբեցող ծաղրացու։ Եվ հետեաբար ես իմ խոսքը, ես այն ինչ որ ընթերցեցի, ես ինչ եմ ուզում ասել։ Այս հաղորդում ես չգիտեմ կնայեն այդ Ստյոպիկ Ասատրյանին կպատմեն թե չէ, կարող է նային, կարող է պատմեն։ Ես ինչ եմ զգուշացնում։ Քանի որ հիմա եկեղեցու զավթումը իրականացումը իմ առավել քան համոզված եւ որը ես իմ գնահատականները ճիշտ են եղել 2018 թվականին, որտեղ այդ եզակիներից եմ եղել, որ տվել եմ ինչ է սպասվում, ուր են տանում 18-ին։ Եվ երբեք Փաշտյանից վարչապետ չեմ ընդունել, որտեղ սահմանական կարգի տապալման իշխանություն բռնազավթված անձը չի կարող լինել վարչապետ կամ այլ պաշտոնատար անձ։ Ինքը հանցագործա պետք է հայտնվի բանտում։ Իմ գնահատականն եղել 18 թվականի ապրիլ-մայիս ամսից, սկսած առ այս պահը։ Հիմա քանի որ 18 թվականին աշխարհիկ իշխանությունները զավթվեց գունավոր հեղափոխությունների գործիքակազմով եւ մեթոդաբանությամբ, ձեզ վստահեցնում եմ, նույն գործիքակազմով, որ ժողովուրդն է որոշում, ասում է, չէ, ժողովուրդը պետք է որոշի, ով է քահանան, ով է սրբազանը, բան, այդ բողոքական եկեղեցիներում այդպես է։ Եվ հետաբար քանի որ նույն գործիքակազմով ու մեթոդաբանությամբ ժողջան ասելով, պետք է եկեղեցին զավթի։ Ուրեմն գունավոր հեղափոխությունների մեթոդաբանության մեջ կա երկու մոտեցում։ Մեկը իշխանության զավթում առանց արյուն, մյուսը արյունով։ 2018-ին աշխարհիկ իշխանության զավթում եղավ առանց արյուն։ 2014-ին Կիևում, Ուկրաինայում Մայդանը եղավ արյունով։ 100 հոգի, 100 անձ իրենց դիպուկարները, որոնք հետո իշխանությունը զավթեցին, սպանեցին 100 անձ։ Առաջին սպանված անձն էլ այդ 100-ից զատ Նիգոյան ազգանով մի հայ երիտասարդ էր։ Սերգեյ Նիգոյանը։ Այո, որոնք կոչվում էին հեղափոխությունների մեջ սրբազան զոհ։
священная жертва, ճիշտ է։ Հիմա ես ասում եմ, եթե այս Ստյոպիկ Ասատրյանը լսում է, ես տեսականորեն չեմ բացառում, տղա ջան, իմ տղայից նույնիսկ փոքր ես, փոքրիցս փոքրը։ Ուրեմն դու կարող ես դառնաս այդ սրբազան զոհը, որով իշխանություններին իրավունք վերապահի այդ պատրվակով, ես մեթոդաբանությունն եմ ասում, ոչ թե ես տեղեկություն ունեմ, որ այդպես բան, քանի որ ասում եմ 18-ին գունավոր հեղափոխություններ արվմակամ արյունով կամ առանց արյուն, իսկ Փաշինյանը բերվել է առանց արյուն իշխանության, Ուկրաինայի օրինակը նորից եմ կրկնում, բերվել է ու փոփոխություն եղել է իշխանության զավթում արյունով, ես չեմ բացառում, որ Հայաստանում եկեղեցի որպես ինստիտուտ, բայց ազգային ինստիտուտ, զավթման գործընթացը բոլոր ճակատներով, հա, բռնություններով, ձերբակալություններով համատարած, լինի մի սրբազան զոհի ուրեմն արկայությամբ։ Եվ այդ սրբազան զոհը տղա ջան, այդ դու ես լինելու։ Նվազագույնը կարող է էլի շատերը, բայց առաջին դու ես թիրախում, հիշ այդ խոսքս, ես որ շատ մի ոգևորվի, եթե իմ ասածը հաղորդումը լսելուց հետո մտածես եւ խորհես, հասկանաս, որ վերջին հաշվով այստեղ միայն դու չես, քո ընտանիքն է, քո զավակներն են, քո սերունդներն են, եւ դες շարունակ եւ փորձես հետ կանգնել այն քայլերից սատանայի չարի այն ուղուց, որի մեջ քեզ եւ դրթել են եւ բրթել են, որտեղ մեղք ես գործել, այդ մեղքն էլ քո դեմ կոմպրոմատ են աշխատացնում եւ հետեւաբար հետ կանգնել ժամ առաջ քո նմաններին օգտագործելու դեն են նետել 100 նորմալ քաղաքացի Ուկրաինայի, որոնք իշխանությունների դեմ էին դուրս եկել, եթե հիշում ես, փայտե վահաններով, ես լավ հիշում եմ այդ նկարները։ Եվ դիպուկարները, որը իդեպ տարել էին Ուկրաինա հյուրանոց, կրակել են եւ տանողն էլ էս վերջերս սատկեց։ Մի Ուկրաինայի քաղաքացի վրեժխնդիր եղավ, Պարուբին էր։ Այդ Պարուբին սպանեցին Ուկրաինայում Լվովում։ Ինքն էր դիպուկարներ, որոնք եղել էին ազգությամբ լիտվացի եւ վրացի։ 100 հոգու փռեցին։ Հենց որ դու, ես չեմ բացառում, որ այս գործընթացի մեջ դու դառնաս սրբազան զոհ, որտեվ եկեղեցին գրավելու այսպես խաղաղ միջոցները չի աշխատում։ Աղանդավորներ տանել մի 10-20 հազար։ Այս Փաշինյանը մի քանի ամիս ասում է, չէ, հեսա միտինգ է, հեսա միտինգ է, հեսա գրավելու եմ։ Այդ հեսան ինչու չի լինում, մարդ չի կարող հավաքի։ Որսի մարդ հավաքի, ես որպես փորձագետ, մասնագետ, Դավիթ ասում եմ, դե արյուն թափվի։ Իսկ ամենալավ այս գունավոր հեղափոխությունների սցենարով ամենալավ արյունը այսպես չալաղաչ կտորով այդ Ստյոպիկ Ասատրյանն է։ Տղա ջան, խելքդ գլուխդ հավաքի ու ժամ առաջ դուրս արի այնտեղ, որտեղ մտել ես, նույնիսկ եթե այդ մեղքի կոմպրոմատը համատարած դնեն։ Դու մարդկային օրենքներով կարող ես պատժվես քո արած սխալի համար այդ կոմպրոմատով, բայց հաստատ Աստված քո այդ ճիշտ քայլը հաստատ կների։ Իսկ դու հոգևորականից դարձել հավատալով Աստծուն, չէ՞։ Դավիթ ինքը հավատացել է, որ հոգևորական է դարձել։ Ես գոնե այդ ձևով եմ մտածում, էլի չեմ մտածում, որ ինքը հոգևորական է դարձել, որ ասենք բանակի ծառայությունից խուսափի, թեև հոգևորականներ կային, որոնք բանակում ծառայում էին նաև սահմաններում։ Ես ծառայում ինձ հետ շատ կանար, ինչպես նաև զոհվում են եւ այլն։ Հիմա մտածում եմ լավ ձևով, որ դու դարձել ես հոգևորական, որտեղ հավատացել ես Աստծուն եւ ասել ես ես քո ծառան եմ, ծառայեմ քեզ։ Եթե դա է քո երկրային օրենքներով պատիժը միգուցե դու կրես ավելի լավ է, քան Աստծո պատիժը։ Եվ թերևս սրանով արդեն ամփոփենք Հայկ։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ, որ մեզ հետ եք այսքան ժամանակ, հավանեք տեսանյութը, սիրելիներս, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին եւ սպասեք մեզ հաջորդ կիրակի։ Հիշեցնեմ Anti-Fake-ի եթերում Խաչմերուկ անվկրող պատմաքաղաքական ոդկասթներ ձեզ հետ էին Դավիթ Ֆիդանյանը եւ Հայկ Նահապետյանը։